Կարող է սկսել արդեն։ Ուրեմն նայեք, ես ընդհանուր sense մի հատ Facebook-ն էլ բացեմ ու որ ձեզ հասկանալի լինի ուր ենք մենք գնում։ Ուրեմն բացեմ օրինակ, այսպես։ Մենք հիմա ինչի մասին խոսում ենք, լինելու է ամեն ինչ այստեղ ads manager-ի մեջ գովազդային հարթակը, create ads ստեղծել գովազդը եւ գովազդ ստեղծելու կհասկանաք, որ կա մի քանի եղանակ, մի քանի տեղից։ Մնացել է հին վերսիան, որը կարող է գովազդներ ստեղծել եւ նոր վերսիան։ Նոր վերսիան Meta-ի դա հենց ads manager-ն է։ Հիմա հերթով կետերով կանցնեմ։ Ուրեմն դուք ունեք բոլորդ գիտեք, որ ձեր անձնական Facebook account-ը, որի միջոցով դուք գնում եք Meta Business Suite եւ Business Manager։ Դուք հիշեք, դուք կարող եք ստեղծել մենակ 2 հատ business portfolio, 2 հատ։ Դա լիմիտն է, ու այդքան է։ Business portfolio-ները կարան լինեն 2 հատ։ Ուրեմն ոնց ենք մենք ստեղծում այդ business portfolio-ն։ Դուք գնում եք Meta Business Suite, հետո գնում եք Business Manager, ընդեղից ստեղծում եք account եւ ստեղծում եք business portfolio։ Հիմա հերթով արդեն հարթակում ձեզ հետո ցույց կտամ։ Ինչն է ստեղ կարևոր, ձեր business portfolio անունը լինի ճիշտ, հակիրճ, ոչ ավելորդ բաների։ Այո, հետո ձեր իսկական անունը, ձեր business mail-ը, հա, դա շատ կարևոր է։ Մետան օգտագործելու է ձեր մեյլը, որպեսզի ձեզ հետ կապ հաստատի ձեր բիզնեսի հետ։ Ուշադիր եղեք, որ ստեղ որ ձեր բիզնես մեյլը գրելու եք բիզնես պորտֆոլիոյի մեջ, նա չի երևալու ձեր հաճախորդներին, դա երևում է Meta-ի համար է։ Հետո դուք ավելացնում եք բիզնես պորտֆոլիոյին գովազդային հաշիվներ, account-ներ։ Ավելացնում եք Instagram account, Instagram առանձին ավելացնում եք։ Ավելացնում եք, ստեղծում եք Meta Pixel բիզնես պորտֆոլիոյի համար, եթե դուք ուզում եք իմանալ ավելի մանրակրկիտ ձեր գովազդի աշխատանքի համար։ Եթե ունեք ինչ-որ հավելվածներ, հավելվածները նույնպես ավելացնում եք։ Հետո հրավիրում եք մարդկանց բիզնես պորտֆոլիոյի մեջ, որպեսզի իրենք ձեզ հետ աշխատեն։ Հիմա կուզենամ խոսել այդ access-ի մասին, ով կունենա հասանելիություն, որ ձեզ հետ միասին աշխատի։ Մեծամասնությամբ մարդկանց պետք չի full control տալ բիզնես պորտֆոլիոյի։ Իրենց բավական է կիսատ control։ Ես կբացատրեմ ինչու։ Դուք կարող եք տալ իրենց ինչ-որ հատուկ թույլտվություն բիզնես ասետների մակարդակին, պետք չի իրենց տալ ամբողջ access-ը, ամբողջ հասանելիությունը։ Հիմա կխոսեմ այդ access-ների մասին։ Գոյություն ունի կիսատ access, partial access, այսինքն ինչ է դա։ Դա basic access-ն է, հիմնական access-ն է, որովհետև այդ հիմնական access-ով մարդիկ կարող են ինչ անել։ Այդ basic access-ով կարող են տեսնել, թե որ մարդիկ ունեն full control այդ portfolio-ի, հա։ Դա հենց basic access-ն է, կոչվում է partial access։ Մարդիկ ով հավելված են մտնում եւ այլը, իրենք էլ կարող են տեսնել այս հավելվածով, նույն ձևով կարող են տեսնել այս access-ը։ Ուրեմն առաջինը partial access, կիսատ access է։ Դա basic սովորական access է։ Մյուսը կա իհարկե full control, որ դրա մեջ ներառված է ամեն ինչ, մարդիկ full control-ով բիզնես պորտֆոլիոյի, հին ժամանակով դա կոչվում է business admin role։ Կարող են կառավարել ամեն ինչ, որի մեջ մտնում է настройки, մարդիկ, ով կա այդ գովազդի մեջ, գործիքները եւ բիզնես ասետները։ Դա ամբողջական access-ն է։ Նրանք կարող են նույնիսկ ինչ անել, ոչնչացնել ջնջել բիզնես պորտֆոլիոն եւ շատ հնարավորություններ կա, եթե դուք տալիս եք մարդին բիզնեսի full control։ Հետո կա advanced options, այսինքն կարևոր sense բարձր օպցիաներ, ընտրություններ, մարդիկ, եթե դուք տալիս եք մարդկանց advanced options, բարձր ընտրություն, բարձր հասանելիություն,
իրենք կարող են աշխատել ինչ-որ task-երի վրա, ինչ-որ բան անել, բայց ոչ ամեն ինչը, հա։ Իրենք ֆինանսի հետ կարող են ինչ-որ գործ ունենալ եւ գործողություն ունենալ կարող եք տալ temporary access, այսինքն ժամանակավոր։ Եթե դուք մեկին ինչ-որ ժամանակավոր access եք տալի բիզնես պորտֆոլիոյի վերաբերյալ, դա մինիմում 3 օր է, մաքսիմում 75 օր։ Եվ եթե 75 օրը բարձնում է, մարդը կորցնում է իր access-ը։ Եվ ինքը ջնջվում է բիզնես պորտֆոլիոյից, հա, դա ուշադիր եք լինում։ Այս հատկությունը դուք կարող եք միայն տալ հենց Meta Business Suite-ից։ Ես դա ձեզ ցույց կտամ։ Ուրեմն ուշադիր եք լինում այս բիզնես պորտֆոլիոյի հենց access-ների վերաբերյալ, որովհետև ամենաբարձրը բնականաբար full control-ն է։ Partial-ը դա կիսատ է, որ մարդիկ որոշ գործեր կարան անեն, ինչ-որ content ստեղծեն, կառավարեն գովազդը, պատասխանեն բաներին, մարդիկ որ գրում են մեսեջներին, տեսնեն անալիտիկան edge-ի, Instagram account-ը կարող են տեսնել, դա կիսատ access է, հա։ Եվ գոյություն ունենալու է business asset access, business asset-ների access, եթե դու մարդկանց թույլ ես տալի, որ աշխատեն business asset-ների access-ում, ինչպիսին են գովազդային հաշիվը, Facebook edge-ը, Instagram edge-ը եւ այլն, դուք տալիս ես նրան հենց partial access։ Կարող եք տալ partial access, ու իրենք համար դա լինի այդ ամենը հասանելի։ Ահա։ Հիմա ես կգնամ հիմա ուշադիր նայեք սկզբից կուզենամ ձեզ ծանոթացնեմ հին վերսիայի հետ, երբ ոնց է գովազդ պատրաստում հին վերսիայով։ Հիմա ես կսխմեմ create ads, ստեղծել գովազդ։ Տեսեք ձախ կողմից գլխավոր էջից մտա։ Ինչ եք դուք տեսնում, ամենակարևորը աջ կողմում ստեղ գրած է add account, գովազդային հաշիվ։ Այսինքն կարա լինի մի քան, տեսեք, իմ գովազդային հաշիվն է ու կա Գայանե Դալլաքյան։ Ես կարող եմ փոխվել, տեսեք, ահա, ու վիծի անեմ, հա, օրինակ դուրս գամ, որ դուք պատկերացնեք։ Այսինքն գովազդային հաշիվը կարա ներսում լինի, ստեղծված, դու կարող ես switch անել, ու եթե քո գովազդային հաշվի մեջ գումար չկա, կարճ չգցած, դու կարող ես մյուս գովազդային հաշվից այստեղից կառավարելով գովազդով զբաղվես։ Սա ամենա հեշտ ձևն է, հին ձևն է գովազդ հավաքելու։ Կարևոր է աջ կողմներ։ Հիմա նայեք, ինչ հնարավորություններ կա այս հին level-ով։ Ստեղ կա հնարավորություն, որ Facebook-ը ավտոմատ ընտրում է համապատասխան ինչ-որ նպատակներ եւ ինքը կկառավարի, թե ոնց քեզ հետ հաճախորդները կապ հաստատեն։ Տեսեք ուշադիր։ Ինքը ընտրել է, որ send message-ը լավն է, որ ինքը մարդիկ պետք է message գրեն, բայց ուրիշ բաներ էլ կա, տեսեք տարբեր։ Զանգել, կոնտակտ եւ այլն, ինքը ստեղ ընտրել է։ Տեսեք, ստեղ ես որ change անեմ, ահա, տեսեք, ավտոմատն է դրած, չէ՞։ Ես կարամ ընտրեմ իմ ուզածը ու պահպանեմ, բայց ստեղ ես դրել եմ ավտոմատ, որ ոնց որ ինքը ինձ ասի, որն է իմ համար ճիշտ։ Ստեղ ստեղծվում է արդեն գովազդային նկարը դրվում է, այս ձևով երբ որ դուք գովազդը ստեղծում եք, կարա լինի 5 գովազդ։ Նայեք, օրինակ այս գովազդի համար այս նկարն է, հա, դգրում ենք իրեն բովանդակությունը, ինչ ենք ուզում։ Նայեք, որ աջ կողմում դուք տեսնում եք ինչ եք ստանում, ձախում աշխատում եք, աջում արդեն շարունակում եք։ Ստեղից արդեն երևում է, որ մենք ունենք WhatsApp, Instagram, Messenger։ Եթե ես ուզում եմ հաճախորդը, նայեք, 3 հարթակով ինձ հետ խոսի, տեսեք, ես 3-ն էլ բացում եմ։ Այսինքն ինչ դուրս եկա, որ 3 հարթակից մարդը ինձ հետ կապ է հաստատելու իմ հաճախորդը, դա շատ կարևոր է։ Հիմա ստեղից կատարում եմ մյուս փոփոխությունները, ինձ թույլ է տալի այս ավտոմատիկ այս ռեժիմը, այս հին ռեժիմը 5 գովազդ ստեղծել։ Ահա, մեկը օրինակ ես եթե ստեղծեցի, գնում եմ ստեղծել մյուսը։ Իմիջիալոց ստեղ կա ձև, որ դու կարող ես քո ստեղծած post-ը օգտագործել գովազդի համար։
եթե սխմեք, նայեք ուշադիր, ինքը ցույց է տալի, տեսեք իմ պոստերը, Facebook, Instagram։ Ահա, ես կարամ վերցնեմ, ստե օգտագործել այս պոստը, եւ կարող եմ այս ձև արդեն հենց այս պոստերը գցել առանձին գովազդի, բայց մենակ նա է աշխատելու։ Իսկ եթե այստեղից եմ արդեն ես ամեն ինչ կարգավորում ստեղծում, այդ պարագայում ես 5 այսենց տարբեր գովազդներ եմ ունենալու։ Հիմա նայեք ոնց եմ նկարները ավելացնելու։ Հիմա գնում եմ, որ 5 հատ պետք է ինձ։ Օրինակ, մեկը սա էր, երկրորդը օրինակ սա, տեսեք ցույց է տալի, երկրորդ նկարը ընտրել ես գովազդի։ Օրինակ, երրորդը սա, չորրորդը սա, ու տեսեք, այստեղ վիդեոներ էլ կա, տեսեք, ու ինքը ինչ է ցույց տալի։ Եթե դու չունես ինչ որ ուզում ես, դու կարաս ներբեռնես։ Ինքը բացում է մեզ առաջ, նայեք, գովազդային account-ն է մեր բացում, էսա, գովազդային account-ի ամբողջ նկարները, մեր edge-ն է բացում, տեսեք, ասում է edge-ում sense նկար կա, կարաս ընտրես։ Բացում է առանձին Instagram-ի նկարները եւ գոյություն ունի առանձին stock images, այսինքն անվճար ինչ որ նկարներ, որոնցից ես կարող եմ օգտվել։ Օրինակ, եթե ինձ պետք է, տեսնենք օրինակ, ինչ մեղր։ Տեսնեմ մեղրի մասին ինչ նկարներ ունեմ։ Ժողովուրդ ջան, եթե ինչ որ մի բան անհասկանալի է, ինձ ընդհատեք։ Լավ, հիմա տեսեք, ինքը ինձ նկարները ցույց տվավ, բայց այդտեղ այս watermark կա, Shutterstock։ Բնականաբար ես դա չեմ օգտագործի, տեսնեմ կա առանց դրա։ Տեսեք, ինքը այս թեմայով չկարողացավ ինձ առանց այս ազդանշանի բանանի, այսինքն բոլորը վճարովի են, հա, ինքը գնել է, բայց այս Shutterstock-ը կա։ Հələ կարող է սրա վրա չկա մեղրը, մի րոպե տեսնեմ, ոնց որ այս մեկը առանց դրա էր։ Էսա հիմա տեսեք, էսա իմ գովազդները ստեղծվեցին, ահա, սա իմ վերնագիրն է, ահա, 1, 2, էսի երրորդն է, էսի չորրորդն է, մեղրը, ահա, տեսեք, այս մեկը առանց watermark-ի էր, հա, ահա, ես այսպես ստեղծեցի իմ բանը, կոնտենտը, հա, կոնտենտը ստեղծեցի, ստեղ գոյություն ունի advantage plus creative, ինչ է դա, դա հենց Facebook-ի դատա է, որը ձեզ օգնում է ձեր գովազդը ավելի արդյունավետ լինի ու ճիշտ կլինի սա բաց լինի, հա, սա անպայման։ Հետո, դուք կարող եք ստեղծել ձև ոնց է հաճախորդը ձեզ հետ կապ հաստատելու։ Տեսեք, ստեղ կա օրինակ ինքը ինչ որ առաջարկում է, ես կարամ ստեղծեմ նոր ձև, ոնց հաճախորդը ինձ կգրի։ Օրինակ, բարև ձեզ, չգիտեմ։ Հետո օրինակ հարցերը չգրի, ջնջում եմ, հա, հարցեր չեմ ուզում բան լինի, ահա, օրինակ այսպիսի տեսք է, եթե դուք չեք հավանում, դուք կարող եք ուրիշ հարց ավելացնել, կամ ինչ-որ այս գրությունը փոխել, այսինքն սա գովազդի համար է, որ ձեր հաճախորդը ձեզ հետ կապ հաստատի, տեսեք Messenger, էսա WhatsApp-ում, էսա ինքը բացում է, ու Instagram-ում, էսա, ինչ ձևի տեսք է ունենալու իմ կապը, էսա, տեսեք, այս ձևով, բոլորը ստուգում եք և գնում եք առաջ, այսինքն դուք ստեղծում եք ձեր ձևը, հաճախորդը թե ոնց է ձեզ հետ կապ հաստատելու, այստեղից, շատ հասանելի և հարմար, բնականաբար, դրանով չի ավարտվում, հա, մենք ստեղծեցինք նկարները, գրեցինք նկարների տակ ինչ ենք ուզում, հա, բնականաբար սա պիտի փոխվի, հա, տեսեք, որ ամեն մեկը պիտի ունենա իր գրությունը, ու նայեք ինչ, մի հատ ընդհանուր, եկեք պատկերացնենք, վերևը նայենք, տեսեք, մի հատ ընդհանուր գրությունը, ու ներքևը, տեսեք այսպես, ու նկարները այսպես գնում են, որ պատկերացնեք այս ստեղի գովազդն է, այս հարթակի գովազդն է, ու չի նշանակում եզակին է, գովազդներից մի ձևը, ստեղ կա preview, եթե ուշադիր նայեք, նախորոք տեսնել, թե ինչ եք ստեղծել, մի հատ սեղմենք, տեսնենք ինչ է բացում, տեսեք, ոնց եք կարծում ինչ է ինքը հիմա ցույց տալու, ինձ օգնեք, էսա desktop, mobile, տեսեք, ինքը ինչ է ցույց տալու, Facebook-ի որտեղում այդ գովազդը։ Ոնց է երևալու համակարգչով, հեռախոսով։
ապրեք։ Ինքը ցույց է տալի բոլոր հարթակներում, այս գովազդը քանի որ այդ 3 հարթակներ գնալու է, տեսեք, կարող է որևէ բան նախադասությունը տեսեք, օրինակ, տեսեք, բացեց։ Էսա, ինքը ցույց է տալի կոմպյուտերով սենց է օրինակ տեսքը։ Դուք պետք է նայեք, հարմար է, հարմար չի, ճիշտ է, չէ։ Էսի Facebook desktop։ Հետո գնում ենք mobile, հեռախոսով Facebook-ում սենց է երևում։ Մարդիկ send message ինձ գրելու են։ Տեսեք, ինքը ասում է, ստեղ քո գովազդը չեմ կարա ցույց տամ, ու ես հասկանում եմ, որովհետև ստեղ էսի վիդեո հարթակ է։ Ոչինչ, թող միտեղ էլ չերևամ, դե եթե հնարավորություն չկա։ Նայեք, վիդեո mobile, ինքը այս հարթակում սենց է ցույց տալի։ Ինքը որոշ նկարները, տեսեք ոնց է գցել։ Ինքը արդեն Android device-ներով սենց է երևում, ներքևն է գցում։ Բաներներում հեռախոս էսով էս ձևատակը բերում, նայեք, ու ինքը ինչ է ասում, օրինակ, տեսեք, suggested video mobiles, ինքը ասում է, այսենց ես կարամ իրեն սիրուն սարքեմ, ինքը սենց տարբեր device-ներով կարդա։ Այսինքն դուք միտեղ կառավարում եք, ինքը մնացած տեղերը կարգավորում է։ Սա նայեք միայն ժողովուրդ ջան, սա այսպես թերթեցի, սա միայն Facebook հարթակն է։ Հիմա տեսեք նույն ձևով ինքը Instagram-ում է աշխատել, Explorer, գիտեք, շատ կարևոր տեղ է Instagram-ի, գիտեք, դե որ է sponsor դգրած է, նշանակում է դա ինչ, վճարովի է, գովազդ է։ Էսա Instagram Explorer-ի մեջ էսպես, Instagram Web Feed-ի մեջ էսպես, Instagram-ի Web Story-ի մեջ էսպես, այսինքն մարդը story-ից միանգամից մեզ գրելու է, տեսնում եք ինչ լավ։ Instagram, էսա տեսեք, սա Instagram հարթակում է, այսպես երևում է մեր գովազդը։ Ստեղ նայում եք, որը ճիշտ է, որը վատ է, որը ինչ է, նկարը փոխվում է։ Սա Messenger-ում է։ Տեսեք Messenger inbox-ում, Messenger-ում այսպես մարդիկ իրենց Messenger-ը որ բացելու են, իրենց Messenger-ի մեջ այսպես ձեր գովազդը կարա երևա։ Ստեղ էսա երկու ձև է, միայն էսա։ Messenger-ում երևում է այն ձեզ, այն մյուս ձևով եւ այս ձևով մեր գովազդը։ Այսինքն ինքը ալգորիթմներով, օպտիմիզացիայով էսա։ Բացում է, մարդը միանգամից գրում է։ Էսի մենք անպայման պետք է ստուգենք բոլոր preview-ները, նախորոք նայում ենք ճիշտ է, թե չէ։ Բնականաբար ստեղ բյուջեն ենք կարգավորում, ու ինքը ցույց է տալի, եթե դու այսքան բյուջե դնես, այսքան account, այսքան գովազդային account, account օրինակ 8000 մարդից մինչև 23000 մարդ քո գովազդը կնայի, բայց նայեք ինչ բյուջե, $12 օրը, այսինքն բավականին շատ բյուջե, որ այդքան մարդ իմ գովազդը նայի։ Բնականաբար պարտադիր չի տենց մնա, դուք կարող եք փոխել ձեր ուզածը դնել։ Հետո ստեղ դնում եք ձեր համապատասխան լոկացիան, տարիքը, ձեր թարգեթը դնում եք գովազդի, եթե չեք հարմար, սա ձեզ դուր չի գալի, այս աուդիտորիան ստեղծում եք նորը, գրում եք ինչ աուդիտորիա եք ստեղծել, այդ աուդիտորիան մնում է։ Գովազդը կարող է օրինակ երևա մենակ կանանց, եթե կարծում եք, կարա մենակ տղամարդկանց, դա դուք արդեն կարգավորում եք, բնականաբար կարող է ամբողջ Հայաստանով չերևա, փողը շատ կգնա, եթե պետք չի։ Օրինակ, եթե պետք չի Հայաստանով երևա, մենք կդնենք միայն ինչ, օրինակ Երևան։ Հենց դնենք Երևան, տեսեք, միանգամից, ամբողջը փոխվելու է եւ ավելի քիչ փող է պետք եւ հետո դնում ենք target-ը, հիշում եք, օրինակ ինչին է վերաբերվում ու ով տեսնա ձեր գովազդը։ Հետո save եք անում։ Այս աուդիտորիան արդեն կպահպանվի։ Ամեն անգամ, երբ որ գովազդ մտնեք, սարքեք, ձեր ուզած աուդիտորիան կմնա։ Դա կարևոր կետ է, ում համար ձեր գովազդը երևա։ Սա մի հատ update անեմ, թե չենք ասма կկորի ամեն ինչ։ Հեսա մի հատ։ Նոնա ջան, իսկ անձնական էջում որ գովազդի տեղ է տալիս, էլի նույն բանն է, չէ՞, տեղի նույն։ Անձնական նկատի ունեք Արցախ Աբրահամյանի։ Էլի, դա նոր բան է ոնց որ։ Եթե նույն իմ ասած տեղից եք գնում, իսկ եթե որովհետև մենակ իմ ասած այս տեղից է, այս հին վերսիան է, սա նոր վերսիան չի, հին վերսիայից այո, եկեք մի հատ նորից ես անդրադառնամ, հեսա տեսեք,
որ իմանաք որտեղից է այս ձևը երևում, հիմա վերադառնամ նորից, ու ամենակարևորը դուք պետք է ունենաք գովազդային հաշիվ, այսօր դա պետք է ձեզ ստեղծենք, եթե դուք գովազդային հաշիվ ունեք, դուք ունեք կարակ ստեղից գնաք, արդեն ստեղծեք, բայց եթե դուք գովազդային հաշիվ չունեք, բնականաբար դուք չեք կարողանա, հա, հիմա անդրադառնանք արդեն այդ կետերին, ահա, ձեր մոտ հա, այստեղ երևում է արդեն Արցախը, չէ, ձեր նկատի ունեք ստեղից, այդ էջից, ճիշտ եմ հասկացել։ Հա, անձնական էլի, մինչև բիզնես։ Երևի գիտի թե որ դա կարա գովազդ միացնեք, ինչ որ թեմա ունեք, էլի տենց, օքեյ։ Բնականաբար, այո, հետո ստեղ դուք ունեք lead center, չեք որանում անդրադառնաք այդ lead կենտրոնին, հիմա միացնեմ, կօգնեք ինձ, ինչ եք դուք ստեղ տեսնում, այս lead center-ը, լիդերի կենտրոնը ինչ է ցույց տալի։ Ինչ է սա, նայեք, ինչ որ մեկը գրել է, սա մարդիկ են, տեսեք, որ ձեզ գրել են, ահա, էսա, դուք այստեղ կառավարում եք այն մարդկանց, ով ձեզ գրել են ու ձևը նայեք, կարաք փոխեք, ահա, օրինակ այսպես եք տեսնում, table view, այսինքն սեղանի տեսքով, հա, էտա, կարող եք այստեղից ներբեռնել, ով ձեզ գրել է, ինչ կատարվել է ձեր այդ գրելու հարթակում, ամեն ինչ այդտեղ lead կենտրոնից ձեզ երևում է։ Կարաք ինչ որ օրինակ օրեր ա պետք, տեսնեք օրինակ այս ամիս, տեսեք։ Տեսեք միանգամից արդեն փոխվեց ու մենք տեսանք սա գովազդից է, հա, այս մարդիկ գովազդից այսքանը գրել են, մենք տեսնում ենք։ Այստեղ կա ֆորմա, տեսեք։ Օրինակ այս սրանք բոլոր իմ աուդիտորիաներ են։ Ես գովազդի մեջ հիշում եք մի հատ ստեղծեցի, ձեզ ցույց տվեցի։ Այս sense տարբեր աուդիտորիաներ ստեղծում ես ու եթե պահը գալիս է օրինակ սա վերաբերվում է Երևանի տարածքին կարա լինի, սա կարա լինի Եղեգնաձոր, սա կարա լինի 40-50 տարեկան։ Ամեն մեկին իր անունը դրած ես տեղ ունեմ։ Կարամ դնեմ, օրինակ ու տեսնեմ հստակ օրինակ այս սրանով օրինակ, այս աուդիտորիայից ինչքան մարդ եմ տեսել ու ես տեսնում եմ, որ երբ որ անգլերենով ես միացրել եմ գովազդը, նայեք, շատ լավ աշխատել է, այսքան մարդ այստեղ ինձ գրել են, այսինքն դուք ձեր դրած աուդիտորիան դնում եք, օրինակ սա, տենակ սրանով ունեցել եմ, ահա, տեսեք սրանով ոչ մեկ ինչ չի գրել, այսինքն ես ստեղծել եմ, բայց արդյունք չեմ ստացել, կամ կփոխեմ, օրինակ այս մեկով, ահա, սրանով մենակ մի մարդ է գրել, ընդամենը, այստեղից դուք կառավարում եք, որ տեսնեք, ձեր որ ստեղծած աուդիտորիան հասել է նպատակների, այս lead կենտրոնում դուք ամեն ինչ կառավարում եք, ստեղ կա ստատուս, հա, դե ստատուսը ու ստեղ կա աղբյուր, ինչ աղբյուրից, տեսեք վճարովի, օրգանիկ, դիրեկտ, վճարովին, հա, սա օրգանիկ, տեսնեմ օրգանիկից ինչ է կատարվել, ահա, օրգանիկից ոչ մի բան չեմ ունեմ ես, այսինքն անվճարից, մի հատ տնամ վճարովիներից, ահա, վճարոնովից, հեսա, ստեղից սա երևաց, որ իմ մոտ այս մարդը ինչ-որ գործարք է կատարել և այլ, սա կառավարում եք ստեղից, հետո ունեք ստեղ ավելացնել լիդեր, տեսեք, ստեղ կա ստանալ լիդեր մեսենջերով, ստանալ լիդեր միանգամից ֆորմայով և կանա կառավարել, ստեղծել լիդեր, լիդը հենց այդ ֆորման է, որը մարդը լրացնում է, որ ձեզ հետ կապ հաստատ, այսինքն դու ես իրեն տրամադրում, սա որ սխմեմ create lead, տեսեք, այսինքն ինքը ինչ լրացնի, անունը, ազգանունը և այլը հաստատում եք ու սետ ֆորմա եք ստեղծում, բացատրեմ այդ բառը lead-ը նշանակում է ֆորմա, երբ որ դուք ստեղծում եք որևէ ֆորմա, որպեսզի ձեր հաճախորդը լրացնի, չգիտեմ, մի բան պատվիրի կամ չէ, այս այդ պահն էր, lead center-ը մետայի մեջ էր գտնվում, հիմա գնացինք առաջ, հիմա ընդհանուր, սենց մի հատ ես բան անեմ, հիմա ընդհանուր մի հատ դուրս գամ, մի հատ նորից մտնեմ, մի հատ թարմացնեմ, և կա մյուս տարբերակը, ձեր մոտ էլ է երևալու, Ads Manager, սա արդեն նոր հարթակ է գովազդային, երբ որ ստեղծում եք, տեսեք, արդեն որ բացում եք Ads Manager, այսպես բան է ձեր մոտ բացվելու,
Տեսեք։ Հիմա, ահա, էսա։ Ես հատուկ էսենց թողել եմ, տեսեք, ինքը ասում է, էսա, ձեր ինքը մեխանիկորեն ստեղծել է գովազդային հաշիվ, նայեք, էսա, սա իմ գովազդային հաշիվն է, ահա, սրանով ես կարամ գնամ բիզնես պորտֆոլիո ստեղծեմ, էսա դուց ցույց կտամ, եւ միանգամից ասում է ավելացրու payment method, ինչ ձևով ես ուզում վաճառք կատարես կամ քո բիզնես քարտը։ Երբ որ ավելացնում եք payment method-ը, ձեր մոտ բացվելու է, բնականաբար, ընտրում եք քարտը եւ այլը, քայլերով գնում եք, ձեր քարտը փակցնում եք, որտեւ առաջինը ինքը պետք է ձեր քարտը ստուգի, ռուսական քարտ չպետք է լինի, ձեզ զգուշացնեմ, ուշադիր եք լինում, որտեւ ռուսական քարտերով ինչ մենք ժամանակին միացրել ենք, խնդիրներ է ստեղծել, հա, ռուսական քարտերով չպետք է լինի։ Այստեղից արդեն payment method-ը ձեր ավելացնում եք։ Հետո ինչ եք տեսնում ստեղ, ուշադիր նայեք։ Ահա, սա ձեր միացրած արդեն կամպանիաներն է, սա հետո ձեզ կբացատրեմ մյուս դասին արդեն զեկույցը ոնց վերցնել, ինչ արդյունք եղել։ Սա ձեր են աուդիտորիաներն է, այսինքն թիրախային լսարաններն է, տեսեք։ Բացեմ, որ պատկերացնեք։ Էսա ներբեռնվի, էսա, տեսեք, ահա, ստեղ իմ թիրախային լսարանները, տեսեք, ինքը ասում է դու չունես, այսինքն ես պետք է ստեղծեմ, սա իմ գովազդի հաշվով է, բայց եթե օրինակ փոխեմ մյուսով, ինձ այս գովազդային հաշիվն էլ է ինձ տրամադրել հասանելություն, ես կարամ գովազդ միացնեմ, եթե փոխում եմ, տեսեք տարբերությունը, ընդեղով չկար, ձեր մոտ է մյուս ձևով է երևալու, քանի որ չկա։ Ահա, էսա տեսեք, այսա մյուս գովազդային հաշվով, ուրիշ գովազդ, ես ստեղծել եմ այսպիսի լսարաններ, ու իմ մոտ այդ լսարանները պատրաստ են, տեսնում եք, Երևան եւ այլն, ինչ որ ես այդ լսարանները այսպես ստեղծել եմ պատրաստի։ Ու ճիշտ է դա այդպես ունենալ, երբ արդեն գովազդի պահը գալիս է, դու կարաս այդ լսարանը պատրաստի վերցնես։ Հիմա վերադառնամ մյուս իմ տեսեք գրում է գովազդային հաշիվ ID, գնում եմ մյուս գովազդային հաշվի ID-ին, վերադառնամ, որը ձերի նման է, էլի մեջը ոչ մի բան չկա, տենց թողել եմ, որ բացատրեմ։ Ահա։ Հիմա սխվում, դուք տեսաք, որ ստեղ ոչ մի բան չկա, դուք պետք է ստեղծեք այդ լսարանները, այսօրս արդեն զբաղվելու ենք։ Ու դուք տեսաք, որ օրինակ իմ Facebook page-ին, սա իմ Facebook page-ն է, պատկանում է երկու գովազդային հաշիվ։ Եթե ուզում եմ սրանով եմ գովազդանում, եթե ուզում եմ սրանով եմ գովազդանում։ Այսինքն Facebook page-ը, էսա է Facebook page-ը, ու իրեն պատկանող գովազդային հաշիվները։ Եվ իհարկե, եթե ուզում եմ արդեն ստեղծում եմ բիզնես պորտֆոլիո, տեսեք ինչ եմ ես ստեղ գրում։ Ես գնում եմ իմ բիզնես պորտֆոլիո, ինչպես ասեցի, անունը, օրինակ չգիտեմ, գրեմ մի հատ, հույս ունենամ չի կորնեմ, չգիտեմ, սենց, անունը, ազգանուն, այն բիզնես մեյլը չեք մոռանում։ Մենք օգտագործում ենք այս մեյլը, որպեսզի ինչա կոնտակտ ունենանք հենց մետայի հետ, հա, սա չի լինելու հասանելի հաճախորդներին։ It won't be visible to your customers. Հաճախորդները սա չեն դե։ Կստեղծում ենք ու գնում ենք քայլերով առաջ, հա։ Ինքը ասում է անունը չես գրել, cancel տամ, ահա։ Այսինքն ստեղից ենք, մենք գալիս ենք, նայեք ուշադիր, որտեղից ուր ենք հասնում, որ պատկերացնենք բիզնես պորտֆոլիոն ստեղծելու եւ բիզնես account-ը, որովհետեւ հեսա սկսելու ենք քարտը կարաք հետո փակցնեք եւ այլը։ Կարևորը ձեր մոտ հիմա պետք է այդ account-ը պատրաստ լինի։ Հիմա ես մի հատ թարմացնեմ, ահա, որ դուք պատկերացնեք։ Սա թարմացրի։ Իվարկյան, հա, թարմացավ, ահա։ Հիմա նայեք, այստեղ արդեն, երբ որ մի րոպե, սենց, ահա, ասма հնարավորության տոկոսն է ցույց տալի, իմանաք, իմ մոտ 100%, այսինքն ես ոչ մի խնդիր չունեմ, ինչ էլ ես ստեղծեմ, գովազդը հասնելու իր նպատակներին, տեսնում եք, ահա, հիմա նայեք ստեղ կարևորը, էսի են այդ account-ով, որը իմ մոտ ոչ մի բան չկա, ստեղծած է, միայն քարտ չկա, հիմա տեսեք,
գնամ փոխեմ եմ մյուսով, որը ինձ տրամադրել են access, հասանելիություն։ Ու տեսեք ինչ է բացվում արդեն։ Ահա, տեսեք ինչքան գովազդներ եմ մյուս գովազդային հաշվից ունեցել ենք։ Բոլոր գովազդները ակտիվ, տեսեք չկա։ Արդեն գովազդներն է։ Էսա, որոնք հիմա ակտիվ են, ահա, չկա։ Ուղղակի բոլոր գովազդները մեր մոտ արդեն այս ձևով, օրինակ այս ժամանակահատվածը երևում է, տեսնում եք։ Ամեն մեկ իր սեփական անունով, ավարտվել է, ով եմ դրել, մնացածը դա արդեն ձեզ հետո կբացատրեմ, արդեն սա պատրաստի գովազդների, աշխատած գովազդների արդյունքն է, սա արդեն իրեն մետրիկան, անալիտիկան ձեզ հետո կբացատրեմ։ Ինչքան գումար եմ ես ծախսել, երբ է ավարտվել եւ ոնց այդ ամենը կառավարել եւ արդյունքը տեսնել։ Դա այստեղից էլ երևում է։ Տեսնում եք Meta Ads Manager, էսա, բայց ստեղից ես չեմ կարող փոխեմ, նայեք ուշադիր այդ փոխելու ձևը։ Էսա ստեղից, էսա, այսպես switch եմ լինում, էս էլ մյուս գովազդային հաշիվն է, որով ոչ մի բան արդեն չկա։ Իսկ երկու հաշիվ ինչի է պետք, որ ինչի համար է։ Դե օրինակ մյուս հաշիվը ինձ տրամադրել են գովազդային հաշիվ, այնտեղ փող կա, քարտ կա, իմ Facebook էջին դոստուպ են տվել, ես այնտեղով մտնում եմ ու գովազդային մյուս հաշվից եմ ես միացնում։ Այնին էս չի որ պետք է Արցախ ջան, հեսա մեր մենք պատրաստ ենք դուք կտեսնեք։ Ուղղակի ձեզ ինչ որ մեկը կարա դոստուպ տա, կամ դուք մեկին դոստուպ տաք, հա, այդ account-ին, ու ինքը ձեզ համար գովազդ միացնի։ Դա էլի հնարավոր։ Այ դա ենք մենք հիմա վերլուծում, որ դա կարա լինի։ Ահա, հասկացանք այդքան։ Հիմա մեզ ստեղ notification-ները գալիս է, ու տեսեք ինչ եմ տեսնում։ Բոլորը account, տեսեք, ասենց փոխեմ, ահա։ Ստա գովազդներինը ու առանձին էջերը։ Սա հասարակ էջերն են, տեսնում եք Facebook էջերն են։ Այստեղ ամեն ինչ ձեր մոտ երևում է։ Սա հասարակ Facebook էջերն են, որոնց գովազդի հետ ես կապ չունեմ։ Սա գովազդներն են, որոնք կապ ունեն, ահա, տեսեք, որը ես ղեկավարել եմ։ Սա account-ն է, սա բոլոր notification-ները։ Այստեղից ամեն ինչ երևում է եւ հասանելի է։ Ահա։ Հիմա ես կվերադառնամ իմ գլխավոր էջ եւ մենք կսկսենք գովազդային հաշիվ եւ եթե պետք է պորտֆոլիո ստեղծել, եթե արդեն բոլոր տվյալները կա, որ ձեր մոտ պատրաստ լինի եւ միայն պետք լինի քարտ գցել եւ արդեն գովազդները միացնել, որտեվ էսա հետո ես սկսելու եմ արդեն Ads Manager-ից գովազդային հենց իսկական հարթակից ձեզ բացատրել, թե ոնց է պետք միացնել գովազդները եւ ինչ ստրատեգիաներ կա։ Հիմա ես դադարում եմ, հեսա մի հատ անդրադառնամ։ Ես դադարում եմ screen sharing-ը, stop, եւ տրամադրում եմ screen sharing-ը, երևի, ահա, ում եմ տրամադրում եւ մենք սկսում ենք նայել գովազդային հաշիվ ստեղծելը, ով է սկսում, ժողովուրդ ջան, շատ կարեւոր կետ է։ Եկեք ասեք, մենք բոլորս հետևենք ու հետո որ մեր մյուսներին էլ սարքենք։ Ասեք, ումից ենք սկսում, գովազդ չենք միացնում, միայն պատրաստում ենք գովազդային հաշիվ։ Ով է ուզում, ով է սկսում։ Արմիդա ջան սկսեք, թե Տերեզան, ասեք, Լուսին ջան, ասեք։ Ես ուղղակի չգիտեմ, որովհետև բոլորս էլ պետք է ստեղծենք, դա մեր կարևոր կետն է այսօրվա դասի, հենց բիզնես պորտֆոլիոն եւ բիզնես գովազդային հաշիվ ստեղծելը։ Ով է սկսում։ Ուղղակի ինձ արդեն ունեմ դրա համար։ Հա, դուք ունեք արդեն։ Ահա, շատ լավ որ ունեք։ Կարանք նայենք ձերը ու տեսնենք կարողա դուք այդ գովազդային հաշվով եք ուզում, եթե գովազդ պետք է միացնեք։ Հա, մեկ ընդհանուր։ Հա, դե եկեք մի հատ նայենք ձեր գովազդային հաշիվը։ Տեսնենք թերի տեղեր կա։ Ուղղակի ոչինչ, որ հեռախոսով եմ։ Հա, հեռախոսով դուք կարաք այսքանը ցույց տալ։ Չէ, չեք կարա։ Ահա։ Չէ, չեք կարա, որովհետև հեռախոսով, հա, կարևորը։ Հեռախոսով դուք պետք է քաշեք Ads Manager, եկեք պատրաստենք։ Որովհետև հեռախոսով այսքանը դուք չեք կարա ոչ տեսնեք, ոչ կառավարեք։ Հիմա հղումը կուղարկեմ, մի վարքյան։ Հեռախոսով դա Ads Manager-ով արդեն երևալու։ Մի րոպե։
Հեսա ես ձեզ կուղարկեմ, որ դուք իմանաք ինչ եք քաշում։ Դա հավելված է, խնդրում եմ դա էլ պատրաստեք։ Մի րոպե, Ads Manager։ Հեսա ձեզ ուղարկեմ, ու դուք արդեն իմանաք։ Ads Manager, հեսա download։ Meta Ads Manager։ Հիմա ես ձեզ ուղարկեմ ստեղով, գնացեք ընդ Go to Ads Manager և ներբերնեք պատրաստեք ուրեմն։ Իսկ դուք ունեք Ads Manager, Լուսին ջան։ Հիմա խնդրում եմ գնացեք այդ հղումով ու ներբերնեք Ads Manager-ը, որովհետև դա էլ կարա խնդիրներ ստեղծի և այլը, և սկսում ենք։ Արմիդա ջան, կարողա դուք էկրանը կիսվեք, մեկը պետք է ստեղծենք էլի։ Որտեղ ճիշտ կլինի ավելի լավ միասին անենք, որ հետո արդեն Ads Manager-ն էլ պետք է ներբերնեք։ Դե վերցրեք էկրանը։ Ես էլ որոշ կարգավորումներ Ads Manager-ի վերաբերյալ հեսա ուղարկեմ։ Ads Manager-ը։ Ես էկրանը կանգնեցրել եմ, դուք հանգիստ կարող եք վերցնել։ Դուք ուշադիր եք լինում, վերցրեք, որովհետև բոլոր հիմա հարթակներում առանց գովազդի բավականին բարդ է։ Ահա, շատ լավ։ Դե գնացեք։ Հա։ Նակ էս։ Չէ, սալավ չէ։ Կուզեք էդի հետո կանենք, էդի կարանք հետո էլ անենք։ Եկեք դեր գովազդային հաշիվը, հա, եկեք մեր դեր գնանք են տեղը, որ գովազդ ստեղծելը, մտնենք ու տեսնենք ինքը դեզ ասելու է, բա գովազդային հաշիվ չունի։ Ես ուզում եմ ձեք ճիշտ քայլերով։ Եկեք գնացեք, ահա, էսա։ Ահա, տեսնում եք, սազդար ռեկլամը։ Ահա, ձեզ եք ցենտր ռեկլամը, մի հատ եկեք բացատրեմ։ Ցենտր ռեկլամը էդի հին ձևովն է, այն որ 5 հատա 6 հատա դուրս գալի։ Իսկ Ads Manager-ով դեր ձեր բացատրեմ։ Դուք դեր գիտեք ցենտր ռեկլամից։ Մի հատ, ահա։ Էսա բացվեց։ Հետո разместить ռեկլամու։ Մի հատ sense ընդհանուր էկրանը ցույց տաք։ Հա, չի երևում։ Երևում է, всё։ Նայեք, դուք разместить ռեկլամու չեք կարա, ինքը ձեզ պետք է հարցեր տա։ Դրա համար начать պետք է սխմեք։ Նայեք, այդի կարևոր լավա հետ հարցը, начать։ Սխմեք։ Ահա, տեսեք, ինքը հիմա, ահա, սկրոլանեք երևյան։ Добро пожаловать, հա, ինքը ասպա բարի գալուստ։ Հիմա այդ քաչը փակեք, որ հարցերին պատասխանենք, ոնց որ մենք հիմա գովազդի ալգորիթմներին պետք է օգնենք, մեր գովազդը ինչի համար է, ինչ նպատակ։ Այնտեղ վերևում աջ կողմում պետք է որ խաչ լինի։ Ապրեք, այդ խաչը, ապրեք, ահա, փակեք։ Դե հիմա ուշադիր, միասին պատասխանում ենք հարցերին, լսում եք, կարդացեք։ Хотите ли вы, чтобы люди посещали точку вашей компании? Այսինքն երեք պետք է գան ձեր բիզնեսի տեղը։ Нет, не обязательно։ Ինչ ենք վաճառում, ինձ հիշեցրեք, մեղր։ Մեղր։ Ուրեմն нет, ճիշտ է։ Մի հատ հասկանամ։ Ահա։ Հա։ Далее. Есть ли у вас сайт? Да. Բայց դուք сайт ունեք։ Սայտը Հա, չէ, сайт չունենք, լավ, ուշադիր եք։ Նայեք, այստեղ եթե մի քայլը դուք իրեն սխալացնեք, ինքը հետո ձեզ սխալ ուղղություններ է, այլ ռեկոմենդացիա է տանում, ուշադիր միշտ։ Հասկանալի է, հա։ Այստեղ միշտ ապեք։ Хотите ли вы, чтобы люди связались с вами? Очень связывались, очень։ Էդի կարևորը կարդացեք։ Այսինքն ինքը ինչ է ուզում ձեզ հարցնի, կարաք ինձ օգնեք։ Ինչ հասցնի։ Ուզում եմ մարդիկ կապնվեն, հա։ Մարդիկ ձեզ հետ կապ հաստատեն, ճիշտ եմ հասկանում, ճիշտ եք հասկանում։ Այո։ Ուզում եք, չէ։ Բա գովազդասա ինչ է արեք միացնում, եթե չենք ասում, ճիշտ է։ Ահա, հետո։ Էդի սխմեցիք։ Հիմա տեսնենք ինչ է բացում։ Սպասեք ինքը
կարող է ներբերնելը ժամանակատար է, էլի։ Այս ներբերնում է, ես չեմ տեսնում, թե ինչ-որ։ Հա, երևի, բայց Դե համել Telegram-ը, որ միացրած է, կարա լինի տենց, ոչինչ, եկեք սպասենք, կարևոր ինքը հասկանում է, տենանք ինչ ասում։ Ինքը ես ասելու է, ստեղծի գովազդային արշիվ, շատ որ դու գովազդ ես ուզում։ Թե կանգնել է, թե ինձ է թվում։ կանգնած է մի ձևի, կարող է перезагрузить կամ։ Հլա մի հատ տվեք, հա։ Ինչ որ հա, էլի ձեն չկա։ Կանոն։ Հա, վերադարձավ նույն կետերին։ Ոչինչ, միած սպաս բան արեք։ Հələ այնքը տեսեք արդեն հիշում է, ոչինչ, տեսեք ինքը ձեր սխմա։ Հա, դալի է տվեք։ Մի հատ հասկանանք, ինքը էս ինչ է ուզում։ Հա, ինքը հիշել է, ուղղակի մի հատ հասկանանք։ Բայց այստեղ նորից կանգնել։ Ահա, всё, լավ, հասկացան։ Հիմա գնացեք Facebook, ինքը տեսել է, որ ինձ խնդիր է տեսել, գովազդային չկա, գլխավոր Facebook-ը գնացեք։ Մետա, էլի, Meta Business Suite։ Ահա։ Հա։ Հիմա Meta Business Suite-ը սխմեք, Meta Business Suite։ Մտեք Meta Business Suite, ապրեք։ Դե մնացածը արդեն այստեղից ձեր բիզնես պորտֆոլիոն եւ գովազդային հաշիվը ստեղծեք։ Էտա, հետո Ահա, մի րոպե, ահա, ոնց է կարծում հիմա ինչ պետք է անենք։ Создать объявление или Объявление, ահա, այդտիսիկս գովազդ, տեսեք լա մի հատ սխմեք, լավ եք անում։ Եթե объявление են գովազդա, տեսեք ինքը ինձ որտեղ է տանելու, դա ծեր կարակ։ Մարի, տար։ Ինքը գնում է առաջ, ահա, այս էլ մյուս ձևն է, դրա համար ասեցի։ Հիմա տեսեք, դա էլ գովազդային հարթակի մյուս ձևն է, որը էլի ոնց որ արդեն ენი ամենաառաջի ձևն է, շատ շուտ, այսի արդեն դրանից հետո ստեղծվածն է, հա։ Հիմա ինքը ասում է ձեզ, որ սրանով ավելի лав կանեք։ Տեսեք, выберите цель։ Ստեղ կանայեք ձախ կողմից автоматизированная реклама, автомат գովազդա, выберите цель, որը գովազդը 0-ից и продвигать контент, ինչ որ բուստ անել, կա պատրաստին։ Ես դες խորհուրդ եմ տալի իմ ասած այն ավտոմատ գովազդը, լավ են սխմեք։ Որ սխմում եք ավտոմատը, ահա։ Տեսեք, ինքը բացվելու է, սպասեք, էդ եմ ուզում ձեզ։ Ահա։ Էլի նույն հարցերը, ինքը ոնց որ գնահատել է, որ ստեղից կարակ, այն հին ձևը ձեզ համար այդքան հասանելի չի։ Լա ստեղից նույնը արեք։ Начать. Էնի ամենա առաջի ձևն է, այդի հետո ստեղծվածն է։ Տեսեք, բերեց նույն տեղը։ Նույն տեղը ու հիշել է հարցերը, դա լետան։ Լավ է, բայց եմ, այսինքն տենց էլ կարա լինի, մենք բոլոր բաները պետք է ձեզ հետ կանխատեսենք, որովհետև account-ների տարբերությունը կլինի։ Դալի հետևեք։ Сайт, нет։ Այս շխուրի համար կներեք։ Ոչինչ, ահա։ Տեսեք, այստեղից ինքը արդեն հասկացավ։ Տեսեք, ուրիշ բան բացեց։ Զգացի, ինքը ընդեղ չէր կարում կարդա ամբողջ ինֆորմացիան ձեր մասին։ Իսկ որ դուք գնացիք Meta Business Suite-ով, ընդեղի կառավարված է, инքը փակցրեց ձեր նյութի հետ։ Հիմա լսում եմ ձեզ, կապացեք։ Каким способом люди могут связаться с вами? Выберите все подходящие варианты. Դուք հասկանում եք, չէ՞, որ հիմա դուք միայն ալգորիթմներին օգնում եք, հա? Դե ինչ եք ուզում։ Они звонят мне. Արականեք, օքեյ։ Իսկ բացատրեք են երկրորդը, они предоставляют контакт, էդի որն է։ Ոնց եք դրա անունը ասում։ Предоставляют Լիդերն է, ինքը ինձ մեյլը տալիս է, հակառակն ասա։ Ու ես հետո իրենց զանգում եմ կամ մեյլին գրում եմ, հա։ Սա երևի չընտրենք, ձեզ ինչի համար է, հա, ճիշտ է։ Հասկացաք, որ դա հակառակն է, որ իրենք են տալի տվյալ, հա։ Հա։
Они отправляют мне сообщения на Facebook, SL. Подходит, конечно. Они отправляют мне сообщения в WhatsApp. Ага. Վերջ, տեսնենք թե Իսկ են ներքևից ինչ է ցույց տալի։ Էսա, հետո համարն է գրած։ Ճիշտ է բերել գտել։ Ինքը ճիշտ է բերել գտել։ Այո, հա։ Ապրեք։ Էս Գնացինք առաջ։ հա, ռեդակտիրված։ Դա Դալի։ ռեդակտիրված, ասա եթե համարը սխալ եմ գտել ուղի։ Հա, Далее. Где находится ваша аудитория? Ապրեք։ Այսինքն գովազդը ում ենք ցույց տալի մենք Արմիդա ջան։ Համումը показывать։ Հայաստան երևի ընդհանուր։ Ամբողջ Հայաստանը շատ չի, նայեք, ինչքան տարածքը շատ, այնքան փողը շատ եք ծախսելու։ Կներեք, էլի ես մի հատ հարց տամ։ Ասա, իհարկե։ Ես հիմա Telegram-ով մի հատ բան ուղարկեմ, երբ որ ուզում եմ արդեն ռեկլաման այդ տամ, իմ մոտ սենց է բերում։ Դե մենք գովազդային հաշիվ ենք ստեղծել, երևի դրանից է ուղարկի։ Տալիս է, որ ваш аккаунт отключен։ Մի րոպե։ Перейти в центр, ваш аккаунт отключен, մի րոպե։ Перейти в центр поддержки для бизнеса, հլա գնացեք այդտե, որովհետև account-ը business account-ը չենք ստեղծել, էսի գովազդային բանն ենք սա ստեղծում դեր, բայց դուք գնացեք перейти в центр поддержки։ Բայց որ տենց գնում եմ, այն մի edge-ս է մտնում։ Որ edge-ը։ Որ edge-ը։ Սովորական Facebook-ի edge-ը։ Հա, բա դա պետք է հիմա այնտեղից գնանք ու ստեղծենք նորը, էլի ձեր business account-ը։ Մենք որ չենք ստեղծել, բայց отключен չի, ես հասկացա մոտավոր ինչի։ Центр поддержки մի հատ սկրինը կուղարկեք, ինչ եք տեսնում։ Ուղարկեց։ Мари. Չէ, տենում եք нет проблем։ Հա, բայց չի թողնում։ Չէ, проблем нет, չէ, нерешенный ինքը նայում է, էլի account обзор անում։ Հիմա ձախ կողմեն թիթեռնիկները որ սխմեք, ես ձեզ կասեմ ինչ անեք։ Այսինքն նորմալ է ամեն ինչ։ Հակառակը լավ է։ Account-ը ստեղծենք։ Սախմեց իմ edge-ն է բերում։ Մի հատ ցույց տաք ձեր ինչն է։ Մի հատ ուղարկեք, մի վարքան Արմինե ջան, մի հատ ստեղ մեկը պետք է այդ հարցը մեզ է պետք։ Ինչ մի հատ ասեք ինչ տեսակ։ Իմ edge-ն է մտնում, ուղարկեց։ Հա, всё, ինքը ճիշտ է բերում, որովհետեւ business account չկա։ Davilens-ի համար մենք պետք է ստեղծենք business account, հասկացաք։ Հա։ Այսինքն գոյություն ունի ձեր անձնական edge-ը, գոյություն ունի Facebook-ի Davilens-ը, բայց գոյություն չունի Davilens-ի գովազդային account-ը։ Այդ գովազդային account-ը մենք պետք է ձեզից ստեղծենք, չէ՞, դեռ ամեն ինչ նորմալ է, ճիշտ է։ Հիմա այս քայլերը մի հատ մենք ստեղից անենք, ու որ գնանք գովազդային հաշիվը ստեղծենք։ Ես հեսա կանեմ։ Ահա, ասեք Արմիդա ջան, շարունակեք։ Հա, իսկ ոնց է աշխատում, Սոֆի։ Իսկ ոնց է աշխատում, ըստ տարածքի է այդ բանը գումարը հաշվում, թե ասենք ասենք, ինչքան տարածքը շատացնեք, այնքան փողը շատ է գուզելու։ Միշտ հիշի։ Հասկանալի։ Դրա համար ինչքան նեղացնեք, ձեզ հեշտ կլինի։ Օրինակ, դուք հրազդանում եք, ճիշտ եմ հիշում։ Այո, այստեղ ենք։ Դե ուրեմն հրազդանի տարածքը, կոտայքը, ինձ թվում է કે Երևանը մի վերցրեք, եկեք դեր կոտայքից սկսենք։ Երևանն էլ վերցրեք, բայց ձեր մարզը գրեք կոտայք։ Կոտայք եք, չէ՞, ճիշտ եմ հիշում։ Կոտայք ենք, այո, բայց սա հետո կարողանալու ենք, ասենք, փոխենք ամեն գովազդի համար։ Էսի ամենահեշտ ձևն է, սրա ոնց որ սովորում ենք։ Իհարկե։ Լավ, թեկուզ թող լինի կոտայքը այս անգամ, հետո կտեսնենք։ Իհարկե։ Էսի ուղղակի ալգորիթմները սովորում են, քայլերն են սովորում։ Որ բան չկա։ Դուք մի հատ էտին նայեք, կոտայք։ Այստեղ область։ Ահա, ճիշտ է։ Դալե։ Արագ Երևանն էլ բայց գրեիք։ Միասին,
Ոչինչ, թողնա։ Մեկը հիմա չենք ակտիվացնելու։ Հա, չէ, account-ն եք ստեղծում ու ալգորիթմներն եք կարգավորում։ Какие темы могут понравиться вашей аудитории? Это интересно։ Օրինակ ինչ եք գրում այդտեղ։ Հիշում եք, եթե ենկացի 10 թեմա կարակ գրեք, տենում եք ограничение 10 հատա։ Ահա։ Ինչ եք գրելու առաջինը։ Օրինակ Հիշում եք, տենց բաներեր են, այդ բառերից։ Մի հատ գրեք, տեսեք ներսը ինչ կա։ Ինտերես է աուդիտորի։ Հետաքրքրություններ է, ինչով պետք է հետաքրքրեն։ Կամ գրեք, օրինակ ինչ կա, գրեք, հլա գրեք այդտեղ մյոտ, դոմ, այսինքն տան գաղափարն է։ Հլա գրեք, մյոտ։ Տեսեք ինքը ինչ է։ Ահա, տեսեք, այսպես բաներ է ինքը բերում, դա չի կարա լինի։ Դա գրեք ֆե բանը, գրեք ֆերմա, տենց բաներ գրեք։ Բայց դա էլի ստեղ դժվարությունը դրա մեջ, Ֆերմա, վեսելая բրոշ, ինքը ֆերմա բերեց, էլ ինչ, որ պետք է դուք հրուշակագործները ասենք։ Правильно. Кондитерское дело, магазин, кондитерское, кондитерские изделия. Տեսեք, վերցրեք։ 10 հատ բտի ստեղծեք։ Այսա, գիտեք, եթե մենք չհրատարակենք, Արմիդա ջան, ինքը ներսում հիշելու է։ Ումեք ինքը հիշեց։ Հետո здоровье ասենք, թեկուզ։ Կարա լինի, ստեղծեք։ Здоровье, գրեք, որ գտնի։ Տեսեք, կարող է здоровье-ի հետ բաներ կա, բայց նայեք здоровье-ն, որ դիետա, ֆիթնես, здоровый, այ ֆիթնես ավելի լավ է, ֆիթնես, здоровый образ жизни։ Ով դա ուզի, դուք իրենց մեղր կվաճառեք, ասեք օգտարարա։ Հասկացաք։ Հետո 10 հատ պետք է գտնենք, մի րոպե, темы для аудитории, մի րոպե, սա ես բան անեմ։ Թեմաներից նայենք, հիշում եք ձեր բանում էլ կար։ Այդ թեմաներն է, Էսա ես գտնեմ։ Նայեք, ես այս էլ նայեմ, գտնենք ուղարկե։ Էսա տեսնեմ ուրա։ Էսա գտնեմ ուղարկեք, տնանք ինչ թեմաներ կան։ Ահա, տեսա։ Ամենաэффективно. Натуральность и качество продукта, польза. Так, подарки, санаем. Здоровое питание, дерьмотенскальный. Питание грек, там здоровое питание. Տեսեք ինչ կա։ Դերեն ակարի որ մոտ։ Հələ գրեք питание или здоровое. Ահա, չէ, հենախաբությունը։ Питание. Լազեն գրեք կամ питание, որ սկիզբը գրեք, ինքը մնացածը կբերի։ Փորձեք։ Общественное питание, фастфуд, рестораны быстрого питания. Երևի ոչ մեկ։ Здоровое. Здоровое։ Для здоровья բառը դանդաղ գրեք, կարող է ԶԴ-ի տակ բերի։ Ремонт. Չբերեց։ Գրեք, որ դուք բան եք, продажа, продавать, այդ բառերն էլ գրեք, ձերն են։ Որ դուք վաճառում եք, էլի, վաճառքա։ Միգուցե այս մենք գրենք, натуральные пищевые продукты, շատ լավն է։ Այդի ձեր շատ համապատասխան։ Այդ այնց բաներ պետք է գտնեք։ Натуральные. Ահա։ Распродажи. Натуральные сладости, չլինի երևի։ Շատ լավ, չէ, կլինի։ Շատ լավ։
Նայե, տեսնենք ինչ է, հա, այստեղ դը գրեցի, նատուրալ, նայե, Ահա։ չբերեց, Ինչ բերեց։ Կարող է դանդաղ պետք է գրեք։ Մի հատ դանդաղ գրեք, մի հատն էլ անենք, հետո մնացածը կավելացնենք, այնքան որ դուք տեսաք այդ աշխատանքի ձևը։ չբերեցի, Ահա, ոչ։ Էսա ինչ բերեց, այն natural product, տեսեք, նատուրալ, թող մի հատ էլ անգլերեն լերի, գրեք։ Всё, հիմա տվեք դալե, այս կարևոր կետերը անցնենք։ Որ դուք, ահա, հիմա հիշում եք մի հատ, ինչ է հիմա ձեզնից ստեղ ուզում։ նկարահանում, Հա, քան այստեղ 6 նկար կարա քննենք։ Այս ձևը 6-ն է թույլ տալի ու այս ավտոմատ գովազդն է։ Արմինա ջան, հիշեցեք ինչու է ավտոմատ կոչվում ինքը։ Այս ամենահեշտ գովազդ ստեղծելու ձևն է։ մի րոպե, հա, ինքը արդեն բանկանի, ինչ անեմ, հերթականությունները։ Այո, ապրեք։ Այո, հիմա որ նկարները պետք է ընտրեք, սխմեք, տեսեք, ինքը ուր է տանում ձեզ, դա էլ է կարևոր։ Այդ ինչա բաց։ Ահա, հիշում եք որ ասեցի։ Ձեր էջը սխմեք, տեսեք։ Էջն է, սրանիցն է ձեր բերում, առանձին ձերից, ահա, տեսեք սրանիցայի նկար, սա լիքը նկար բերեց։ Ինստագրամը սխմեք, ինստագրամը, տեսեք տակից նկար բերում է։ Այսքան դրել եք փաստորեն մեջը, լավ է։ Ինստագրամը, ահա, լիքը նկար, այն ռեկլամն էկաունտը սխմեք, տեսնելու եք չկա, որտեղ գովազդային հոսքի մեջ դուք դեռ չունեք նկար, բայց ռեկլամն էկաունտը սխմեք, տեսեք տակ ինչ է ցույց տալի, այն ռեկլամն է։ Ահա, տեսեք, էսի ոչ մի բան չկա նոր ենք անելու, մեկ էլ ստոկն էլ սխմեք, ստոկը կհիշեցնեք որն է։ Այն որ կարող եմ անվճար նկարներ գրեմ։ Տեսեք անվճարներից կա որևէ բան։ Մյոտ գրեմ օրինակ։ Մյոտ գրեք կամ փչոլի, կամ նատուրալնի պրոդուկտ, նատուրալնի մյոտ։ Տեսեք, չգիտեմ ռուսեր, հա, ձեր ռուսերեն է, թեկուզ կարող է ռուսերեն գրել։ Ահա, տեսեք այդ բաները էլի բոլորը վրան գրած է, այդ շատ հրստող։ Գրած է բոլորը, հա։ Իսկ այդ կանաչը ոնց որ կանաչի վրա էլ կա, թե այն ահա, այն հա, սա վրա էլ կա։ Հա։ Դե ուրեմն, հա, ուրեմն մյոդով տենց է, հլա մյոդի տեղը գրեք ուրիշ բան տեսեք նույնն է, էս էլ է որտեղ մեղր գրեք։ Օրինակ մյոդի գրեք, փչիլա գրեք, տեսեք հլա, կարող է նույն փչիլայով լինի ավելի շատ։ Տեսնեք փչիլայով, էլի բաճի, էլի լրիվի վրա գրեք։ Էլի լրիվի վրա գրած է ու բոլորը նույն բան։ Ձեր թեման կամ թեմա է, էլի, ձեր թեման թանկ է։ Տեսակ, երբ թեման կողում է, պետք է այնքան նայեք, որ անվճարները գտնեք, բայց ձեր մոտ սխմեք, ձեր էջում լիքը լավ նկար կա։ Ուղղակի վերցրեք, որ հասկանաք այդ քայլերը։ Օրինակ այս բանը վերցնենք վերցրեք։ Մեկը հիմա մենակ քայլերն եք սովորում։ Այս ամենահեշտ գովազդի քայլերը։ Երկու սխմեք, քանի հատ հավաքեք, սխմեք։ Ահա 3 Հա, սխմեք, հա։ Այս բնական նկարները։ Ահա, շատ լավ է, իհարկե։ Նա էլ էս ասեն։ Ահա, 6։ Հիմա տեսեք մյուս քայլը ինչ եք անելու։ Այստեղ изображение там, թե հետո ինչ պիտի անեմ։ X-ով Աբա այդ է։ Չգիտեմ, դուրս եք գալի։ Դե դուրս եկեք, հա, եթե դուրս եք գալի, դուրս եկեք, տեսեք նկարները ինչ եղան։ Չէ։ Ահա, տեսակ որ դուրս եկաք որը։ Ես դրա համար ասեցի, դուք անեք, որ դուք տեսնեք։ Բա ինչ անեք, որ այդ նկարները չմտան։ Տեսեք, զագրուզիցի տեղ էլ կա, դա կոմպից է, բայց խի պետք է կոմպից անեք, եթե պատրաստի կա։ Հլա նորից տարեք, տեսեք ինչ եղան նկարները։ Ուր կորան։ Խի չմտան ձեր գովազդի մեջ։ Հլա մանեք։ Տարբեր չափսերի է։ Դե պարզա տարբեր չափսերի է, բայց ընդեղ կարակ փոխեք եւ այլն։ Հլա մի հատ այդ աչ կողմը սկրոլ արեք։ Աչ կողմը, աչ, այնտեղ սկրոլ են երկար պալիճք են հլա։ Ահա։ Ահա, այդ տեսակ բադրամար էր կարևոր էստեղ։ Օրիմանայք բաղոց մեջը գցեք, շատ որ ընտրել եք։ Հետո դալե։
ապրեք։ Տեսակ, այմա другое։ Ինքը հեսա ներսից արդեն կարգավորելու է։ Սպասեք, տեսեք։ Մենք պետք է այս քայլերը ձեզ այդ այսօր տեսնենք։ Էսի ամենահեշտ ձևն է։ Ահա, տեսեք ինքը հիմա ինչ է ասում։ Выберите цель. Получать больше сообщений в WhatsApp, получать больше сообщений в Messenger, продвигайте свою контактную информацию среди местных жителей, используйте кнопку «Позвонить», чтобы с вами связывалось больше людей. Հիմա տեսեք, որ ինքը մեզ ձեզ համար գտել եմ WhatsApp-ը։ Կարաք ասեք խիա մտածում WhatsApp-ը ձեզ համար լավ։ Ինքը ձեր տարածքում գտելա, որ over հետաքրքրում է այդ թեմաներով, իրենք բոլորը WhatsApp ունեն։ Հա, Հասկացաք, ինքը արդեն մանա է, փնտրել է էդի։ Բայց դրա համար սկիզբը կարևոր էր։ Դրա համար ինչ ռեկոմենդուется ճիշտը դա է, բայց նույնիսկ կտրուկ չի։ Կարակ տանեք Messenger, բայց ինքը նայեք արդեն գտելա, որ ձեր տարածքում դա կլինի։ Իսկ այն կողմից ինչ է ցույց տալի, охваченный аккаунт из центра аккаунт։ охваченные аккаунты прогнозируемые результаты за день։ Այսինքն մին օրում այսքան account կարող է հետաքրքրվի։ Այո, այսքան գիտեք էդ 2000 հագիներ շատ է։ Ինչքան է ձեր բյուջեն ասում, հələ տեսեք։ Способ оплаты, сведение об оплате, общий дневной бюджет, $3 է տալի, նայեք ինչ լավ է։ Ահա, հիմա մնացածը մի հատ նկարի մեկը ուղակի կարգավորեք, մի հատ նկարը, որ հասկանաք ոնց պետք է դեռ էդիթ անեք։ Չէ՞ մնացածը անեք։ Օրինակ IS ընտրենք։ Մեկի վրա որ սովորեք, արդեն հեշտ է։ Հիմա նայեք, ստեղ կա ռեդակտիրովը, ձեն որ ասում եք, տեսակ, մի հատ ռեդակտիրովը ստեղ մեկ տեսեք, ինչ եք տեսնում։ Այն վերևի ռեդակ, ահա։ Изменить медиафайл։ Տեսեք, ստեղ ամեն բան կա, ինչ որ ձեզ պետք է, ահա։ Էսի ստեղ է գտնվում, որտեղ իմանաք։ Հիմա սիմվոլները։ Ստեղ հաստատ մեր եւ ինձ պետք է դուրս գա, պետք է գրեք օրինակ։ Ինչ պետք է գրեք օրինակ, մեղր, չգիտեմ ինչ, պետք է դուք նենց անեք, որ ձեր մեղրը վաճառվի։ Տեսեք։ Հա։ Երեք արդեն փոխեմ հայերեն։ Մի հատ ուղակի փոխեք, հա։ Լեզուն կապ չունի, ուղղակի փոխեք, որ տեսնենք քայլերը լրիվ ճիշտ ենք անում։ Մեղր։ Բնական մեղր։ Բնական մեղր։ Չէ, նայեք, մի հատ ուզեմ Արմինա ջան, աջ կողմը բացեք, հիշում եք, աջ կողմում երևում է ինչ պետք է ստանաք։ Մի հատ աջ կողմը վերև բարձրացեք, նայեք։ Որ տեսնեք ինչ եք որ ստեղ հլա գրեք մեծատառով բնական մեղր, այնա ձեր գովազդի տեսք ընդեղ երևում է, նայեք, հեսա փոխվելու է, այդ լավ իշտ հետևել է պետք, ասիկս մի բան արեք էլի մտածեք ոնց իմանամ ինչա, գրեք հլա բնական մեղր, տեսեք ոնց ընդեղ երևալու, բայց նենց արեք, որ այդ աջ կողմը լավ երևա մեզ, ներքևն էլ է պետք։ Ներքև իջացնեմ մի քիչ։ Սենց լավ է, արդեն։ Ահա, այդ էր ինձ պետք, ապրեք։ Տենում եք դուք որ բնական մեղրը գրում եք, ենա գնում է կոճակի մոտ։ Հեսա պատկենի, հա, ահա։ Այդ էի ուզում դուք տեսնեք։ Ինչ որ դուք հիմա ստեղ գրեք, գնալու է կոճակի մոտ։ Դրա համար լավ կլինի ստե գինն էլ գրվել։ Օրինակ բնական մեղր մի գին գրեք, տեսեք տեղավորվում է, հլա նիշուն եք գրեք։ Սենց անենք, գից ինչ գրենք։ Մի գին գրել 5000 դրամ։ 5000 լավ։ 3 միլիտրը 5000 դրամ, այնքան որ հասկանանք։ Ինչ է մեր մոտ էլի կատարվում։ 5000։ Տեսեք, դրամն էլ կտեղավորեք, ցտում եմ։ Էնա նայեք աջ, էսա ձեր հաճախորդը էլի տեսնելու, աջ կողմից ոնց կա տես։ Հա, հասկացա։ Հիմա այդ ապիսանյան վերևի, տեսեք, հնարավորինս կարճ պետք է անեք։ Լա կրճատ եք ապիսանյան, որ տեսեք վերևի։ Հասկացեք ձեր կյանքը, ես կարող եմ ջնջել։ Ջնջեք։ Куда ты
Պատրաստասը գալիս։ Մարդը մեզ հետ բավասար վերապատրաստվում ապրի։ Համ վիդեո է հանում, համ վերապատրաստվում։ Տեսեք, հիմա ստեղ էմոջի ինչ կդնեք, նույնիսկ, բայց ինչ որ մի բացականչական լավ բան պետք է ասեք հաճախորդին, որ գնի։ Ինչու՞ առավելություն այստեղ պետք է երևա։ Ինչ կրենք, այս նկարագրության բաժնում Հաճախորդը ոնց վստահի ձեզ, որ ձեր մեղր առնի։ վստահի։ Օրինակ Գրեք մի բան, որ վստահի։ Կա թե չկա։ Վստահելու։ Դե չգիտեմ ոնց ասենք, դե վստահել է հիմա։ Հա, այդ դժվար է, հասկանում եմ, որ դժվար է հարցը, բայց մեղրի պարագայում վստահելի բաներ կարա լինի։ Մտածեք, ինձ թվում է ռազմավարությունը պետք է արդեն իմանա։ Ասեմ նշեմ ձեզ, միայն այս շաբաթ է զեղչը 15% բոլոր գնումներին։ Հասկացաք ինչ պետք է գրվի։ Այդ գրվի, միակ գրեք։ Զեղչը միայն այս շաբաթ է։ Զեղչը միայն այս շաբաթ է։ Օրինակ 10% զեղչ։ Ու գրեք 10%։ Կամ կարա սենց լինի։ 300,000-ից ավել ունենք ինչ գոհ հաճախորդներ, հասկացաք, կամ տալիս եք հետը բոքս, ինչ-որ նվեր, այդ դա պետք է վերևի, այդ յուրահատկությունը լինի, եթե ինքը լորենի մեղր, հա, գրեք զեղչ և այլը, այդի ընդեղից արդեն սիրունացնում եք, էլի նայում եք տողերը համապատասխան լինի և այլը։ Հետի տենց։ Մարիսու սրա բավաս։ Գործում է զեղչ, միայն այս շաբաթ, այդա, այդ կարևոր բաները դուք պետք է հիշեք, կամ ձեր իմունիտետը պատրաստեք, չգիտեմ, գարնանը, այդ կարևոր կետերը պետք է ստեղ լինի, թե չէ ոչ մեկին սենց ուղղակի նկարը ու բանը չի հետաքրքրել, էլի տեքստն է, ու տեքստը կարճ, լավ ապրեք, բավական է, ու տեքստը հնարավորինս կարճ, շատ չեն կարդում, որտեղ գործում է դեռ միայն այդ շաբաթվա ընթացքում։ Այո, ապրեք, հիմա նայեք ընդեղ մյուս քայլը որն է, պետք է սխմեք все предпосмотры, հելա ստուկ եք տեսեք հարթակներում ճիշտ է երևում, հետ էլ նայեք։ Որտեղ։ Հիշում եք, թե չէ։ Չէ, ոնց որ, այստեղ։ Մանեք եք, չէ։ Վերև գնացեք, վերև։ Այո, հա, հիշեցրեք ենա հիշեցնում են, վերև, գնացեք վերև, մեկ պրետպասմոտրը, այդի սխմեք, ինչ է դա ձեզ ծույս տալի, Արմիդա ջան։ Ծույց է տալիս թե բանով, նոթբուքով և հեռախոսով ինչպես ծույց կտա։ Այո, եթե նկարը փոխված լինի, վատը լինի, դուք ստեղից եք հասկանալու փոխեք թե չէ, հասկացաք։ Հա։ Այսա դա այդտեղ, հետի հիշեք փակեք, ստեղ նկարն եք ստուգելու, ինստագրամում, ֆեյսբուքում տեսքը ոնց է, էլի ձեր գովազ, հաճախորդը ոնց է տեսնում, խաչով փակեք, մյուս քայլը ինչ է, ասեք, իջնում ենք, название կնոպքի, այս ինչա, ինչ է, հա, այս վարդապի էգանն անշած, վերջ, սախրանից իզմինի չէ, սախրանից մի տվեք, որով հետև մենք այս վերևը մի բան բաց թողացա, դեր էտի պտի վերև գնացեք։ Մարի, քինի պապուն կողքը։ Մարի ջան, դու էլ լսի, նա ինչ լավ բան ենք հանում, Մարի ջան։ Հլա տեսեք էսի, նայեք, ռեդակցիրովեց վերսի, ընդեղ քարտ փակցնելու տեղ կա, մենք պետք է գնանք քարտի մոտ։ Հա, կծվեց մի ձևի, դուք էլ եք, հա, աշխատում, արդեն աշխատեց, լավ։
Սախրանից изменения տվեք։ Սախրանից տվեք, ոչինչ, մեզ չի խանգարում։ Սախրանից, ահա։ Այդ կոպտը Ահա։ Այ հիմա այստեղ եթե ունեք քարտ, կարակ ավելացնեք, որը պետք է գովազդու։ Եթե չէ, հետո պետք է մտնեք ստեղից ավելացնեք։ Հասկացաք։ Հա։ Քարտը ստեղից կավելացնեք։ Հիմա իջեք էլի գործ ունենք ստե անելու։ Քարտը գցեցինք, հետո մյուսը։ Ահա, այստեղ ինչ կա, ասեք։ Настройка дневной бюджет, продолжительность, հա, այս ժամանակը։ Непрерывно նետի կարա միշտ մնա, երբ ուզեք կկանգնեցնեք, ճիշտ է տենց է։ Այ կատեգորիա, տեսեք, особая կատեգորիա դուք չունեք, գիտեք, այդ ընտրությունների պոլիտիկայի մասին, դա ձեր չեք տալի, աուդիտորիան ենք ընտրում։ Особая կատեգորիա դա հատուկ գովազդների համար է, ձեզ պետք չէ։ Ահա, այդ են մեկ ստեղ Հայաստան բանա, այստեղ պետք է փոխվի։ Այստեղ անպայման պետք է փոխվի, դե սխմեք։ Օրինակ, մեղր գնողները 18-ից 65 են, ու տղամարդիկ կառնեն, թե ոնց, դե ըստ կառնեն։ Դե կառնեն, հա, երևի все նայиш։ Հա, բա տարիքը։ Տարիքը կարող ենք մեծացնել։ Չէ, սկամ։ Այստեղ չեք չացնել կարող։ Բայց մեծերը ավելի շատ են օգտագործում, դե ոչ մեծիները կվերցնեն։ Դեպ չեմ, բայց այդ մեծերը Facebook ունեն, թե չէ, դուք դա հաշվի առեք։ Դե նայած։ Հա, այդ էլ է ճիշտ։ Դե ոչ բոլոր մեծերը։ Արմենիա ենք թողնում։ Ահա, փոխում եք։ Детальный Targeting, էդի նայեք ինչա։ Посмотреть. Հա։ Այդ ինչն է։ Իրենց մանրակրկիտ ովքեր են, էլի, ինչով են զբաղվում, հիշում եք այդ իրենք ծնողներ են, բան, եթե կա, ավելացրեք, եթե չկա, չկա, դեմոգրաֆիանը։ Հետո հիշում եք հետաքրքրությունները, այդ ինտերեսը սխմեք։ Ինտերես, էդի սխմեք։ Ինտերեսը։ Հա, այն վերևը գնացեք, поведение интерес։ Ահա, այդ էլ է սխմվում։ Ինտերեսն էլ է սխմվում, տեսնում եք։ Այստեղ որ իմանաք ինչա բացվում։ Ոլորտն եք ընտրում, ձեր գովազդը որ ոլորտի ներևա։ Ում երևա, եթե կա, սխմում եք, եթե չէ, սա ուշադիր կուսումնասիրեք։ Հետո поведение, այդ էլ ուշադիր կուսումնասիրեք, եթե համապատասխանում այն մարդկանցով պիտի գնում կատարենք, անպայման իրենց եք։ Եթե չէ, խաչով փակում եք, խաչով փակեք, ուստեղ եթե պետք է ինքը ասել է պատվերձից, հա, թող անի պատվերձից, օրինակ սենց թողում է։ Դուք ստեղծեք միան աուդիտորիան է։ Ինքը կոչվում է այս Auditory Advantage Plus, այսինքն ինքը էլ է ավտոմատ գովազդ է, ավտոմատ աուդիտորիա է։ Ինքը լավ կաշխատի, ահա։ Հիմա ստեղ որ վիբրեց տակ, ինքը կարևորը կնայեք, որ մեջը մտնի այդ դրա։ Ահա, վիբրեց, այստեղ, էդի խաչով փակեցիք։ Ահա։ Էսի խաչով փակեցիք։ Փակեք խաչով։ Места размещения, հա, սա Facebook, Instagram, Messenger։ Երևա չէ գովազդները, բացեք ստուգեք 3-ն էլ նորմալ այդ բաները դրած է, թե չէ։ Ահա։ Facebook-ը ինքը, հա, всё, նորմալ է։ Այսինքն նայեք, եթե դուք չեք ուզում մի տեղ երևա, այդ մի տեղը գալչկեն կհանեք, էլի տենց է։ Հա, հասկանալի է։ Այսինքն դուք ավելի լավ չի $3 տակ այդ բոլոր տեղերը երևա, խիեք մի տեղից զրկվում, հասկացաք։ Ահա։ Դե փակեք, այդ էլ բարձան։ Ահա։ Ու մեզ մնաց հաստորեն միայն ձեզ բան գովազդային հաշիվ ստեղծելը, ստեղով քարտով եթե միացնում եք, ինքը նորմալ աշխատում է։ Սա ամենահեշտ գովազդ միացնելու այն սկզբնակների ձևն է։ Դրա համար ես ուզում եմ սկզբից հեշտը սովորել, արդեն մյուս դասին, որ մենք արդեն բարդ բաներն են բացատրելու։ Հասկացաք Արմիտա ջան։ Հա, այս ձեր էջը դեռ մի փակեք։ Հիմա ես ուղարկել եմ Telegram-ում բիզնես բան, ոնց պետք է արդեն account-ը ստեղծել։ Business Facebook-ում կարաք ստեղ սխմեք էդի։ Ահա։ Այդ էլ սխմեք։
այդտեղ սխմեք։ Այն հատվածը։ Ու տեսնեք ինչ է բացում, որովհետև Դավիլենցն էլ այդ հարցը ունի, որ այդ ամենակարևորն է։ Դավիլենց ջան, դուք էլ անցեք, բոլորդ անցեք այս հողումով, տեսեք ստեղ ինչ կա։ Այդ ստեղ բիզնես account-ը ստեղ է։ Ստեղծում։ Ահա, հիմա ուշադիր ուսումնասիրում եք, որտեղ եք մենք հայտնվել։ Ես իմ էջում եմ հայտնվել, մետաբիզնես։ Այսինքն, այո, այսինքն ինքը ինչա ձեզ ցույց տալ, ասում է, որ քո բիզնես էջը մեկը ստեղից պետք է ստեղծես, այսինքն ստեղ պետք է գնա։ Հիմա դրա համար սխմեք ads manager, այմա ads manager սխմեք։ Obzor account-ը, Obzor account-ը, այո։ Obzor account-ը, որ տենանք account ունենք թե չէ, կարող է ունենք, կարող մեզ մեկը ձեզ համար ստեղծել է։ Պետք է ստեղ ստուգելով գնանք Obzor account։ Ռեկլամные аккаунты не найдены։ Ապրեք, հիմա պետք է ստեղծենք, էլի։ Ահա։ Հիմա перейти в настройки компании, թե չէ, սպասեք ստեղ ձախ կողմը մի հատ էլ բացեք, այն բանի տակը, թիթեռնիկի տակը։ Այսա արդեն business account-ն է ձեր։ Մի հատ թիթեռնիկի տակը բացեք, Արմիդա ջան։ Կարող է ներվել։ Այդ թիթեռնիկը այն голубая такая blueprint-ը։ Տակը որ այա գրած։ Ահա։ Վերևը սխմեք։ Արենի վրա սխմեք։ Դե որ այդ ամբողջ ձախ մասը բացվի։ Ձախ այս որ փակ է չերևը։ Ահա, վրան սխմեք։ Ահա, տեսնում եք հիմա ինչ ասते։ Հիմա ստեղ դերևում է ձեր մոտ, որ ստա Արեն Ագաջանյանն է։ Արեն Ագաջանյանի տակը սխմեք, տեսեք տակը ինչ կա։ Այն որ աչքով, ահա։ Ահա, տեսնում եք։ Արեն Ագաջանյանը ունի մի հատ account, business portfolio էսա։ Արեն Ագաջանյանը գիտի, որ ունի։ Այդ Մարիբի էջն է Instagram։ Այո, այսինքն դուք ունեք էսա։ Ու դուք ունեք Արեն Ագաջանյան ունի մի հատ ռեկլամный account, մի կատալոգով։ Տեսնում եք, դուք ունեք այսպես բաներ։ Այսինքն այստեղ քարտ փակցրած կա արդեն փաստորեն։ Ինչ փակցրած։ Քարտ ստեղել կա քարտ փակցրած։ Չէ, քարտ չունենք։ Այս ամբողջի հետ է կապված այս բանը։ Ահա, հիմա նայեք, դուք կարաք առանձին սրանք օգտագործեք, դուք ունեք առանձին էսա, տեսնում եք։ Այսենց business portfolio, ունենք առանձին account եւ կարաք ստեղծեք business portfolio։ Բայց նես չի որ դա պարտադիր է, ուղղակի business portfolio-ի մեջ լրիվ ներառելու եք։ Հիմա перейти в настройки компании сохмек. Новый, наек, вы можете создать новый или добавить существующий объект рекламный аккаунт для создания компании Arena в настройках компании. Այսինքն ստեղ աշխատում է արդեն անձը։ Հասկանում եք։ Այսինքն այդ անձը ով կարա գովազդ միացնի։ Մենք այդ դրա մեջ ենք արդեն գտնվում։ Հələ սխմեկը թե, ահա։ Настройки компании։ Որ պատրաստ լինի։ Հեսա Դավիլենցը տեսնենք։ Դավիլենց ջան, որ քայլում եք դուք։ Ես հետևել եք թե Հա, ճիշտն ասած, սկզբի մասը չեմ գտել։ Այնտեղ մի պահ կորցրել եմ, այդ հետո կնայեմ վիդեոն կանեմ։ Հիմա բիզնես account-ն եմ բացում։ Բացում։ Ուշադիր եղեք, էսա։ Արեն Ագաջանյանը, տեսնում եք։ Ահա, вот он, այսինքն իրեն բան business account-ն, մենք հասանք այդտեղը։ Տեսեք ակտիվնի, ոչ մի խնդիր չունի ինքը, դե կարևոր է։ Եթե դուք գումարը մի քիչ ուշացնեք եւ այլը, դուք չեք կարողանալու, դուք բլոկավորվել եք, այստեղ շատ ուշադիր պետք է անեք։ Տենում եք, ձեր партнёры, системные пользователи, account-ի տակ это բոլորը Արեն Ագաջանյանը ինչով է կառավարում, տեսնում եք։ Ահա։ Այստեղ ամեն ինչ գտնվում է այստեղ, նույնիսկ տեսեք account Instagram միած սխմեք, account WhatsApp, այսպես միած scroll արեք, տեսեք, ստե ինչ կա։ Ահա։ Լրիվ scroll արեք, նայեք, ստեղ ինչ կա։ Источники данных։ Այո, ահա։ Հիմա տեսեք, Эса Мариби եւ այլը, Վլադի, войдите в Instagram, чтобы использовать дополнительные настройки։ Ահա։ Հիմա դուք ստեղ տեսնում եք, որ ձեր
Արենի այն ներքևին է Արենի Instagram-ն է, տենում եք։ Իսկ երևին է Մարիբին է։ Ага, войдите в систему, чтобы получить настройки, которые позволят вам представить людям, партнерам, предложить доступ к управлению аккаунтом Instagram. Այսինքն ինքը ասում է առանձին Instagram-ի ղեկավարելու համար պետք է достуp։ Դեռ տվեք վայցի, որ այդ լրիվ կարգավորումները տակ։ Վայցի։ Ուշադիր վայցի, հեսա մեզ Instagram-ի Մարիբի լոգին պարոլն է պետք կրնելու, գիտեք դուք։ Հա։ Շատ լավ։ Լեզուն փոխեմ։ Հա։ Այսինքն միջև դա չանեք, ձեր Instagram-ը կառավարումը դժվար է լինելու, էլի, Արենը չի կարա կառավարի։ Իմ մոտ ստեղծելուց սենց խնդիր է տալիս, մի հատ կնայեք։ Հեսա կնայեմ։ Մի րոպե, տեսնենք որտեղ եք։ Доступ к рекламным вас больше нет возможности сервиса. Вы не можете пока. Մի րոպե։ Տերեզա Դավիթյան։ Այս Gmail-ը ինչ որտեղ օգտագործվել է։ Հա, Facebook բացելուց, Edge բացելուց, համել Edge-ի տակ գրված է այդ Gmail-ը։ Հələ admin-ը տվեք, առանց բիզնես պորտֆոլիո էսա կփորձենք, ինչ որտեղ արդեն եղել է դրա համար չի թողում, հասկացաք։ Вы не можете попасть в объявление управлять էսի բանից է։ Այդ ինչ որ միտեղ ինքը ձեզ տեսել է արդեն։ Confidentiality։ Հետո Instagram-ը միացրած է, այսպես որ անում ենք մենք։ Ահա։ Տեսաք։ Կանաչեց արդեն։ Այո, доступны дополнительные настройки։ Ապրեք։ Այսա պիտի շատ կարևոր է։ Մի որ դուք Instagram-ի բիզնեսն էլ կառավարեք։ Instagram-ի edge-ը կառավարելը մի բան է, իսկ բանը բիզնեսը ուրիշ է։ Եկեք հիմա WhatsApp-ներ ստուգենք։ Այստեղ назначить пользователя եւ այլը արդեն դուք доступներն եք տալի։ Լավ WhatsApp account WhatsApp-ը партнерով օրինակ կարող եմ իմ Instagram-ի edge-ը նշել, թե пользователь։ Партнյորը այդ ձեզ այդ գործընկեր է, դա շատ լուրջ բան։ Հա։ Ես օրինակ ինչ որ կամպանիա է, որ ձեզ այդ միասին աշխատում։ Հա, այդ իրենց։ Հա։ Չէ, account WhatsApp եկեք ստուգենք։ Владелец Арена Ганджанян. Так, правильно. Информация аккаунта ուղղակի սխմեք։ Այսինքն ինքը ցույց է տալի նորմալ ամենի ճիշտ է, WhatsApp-ը օքեյ է։ Arena Ганջան։ Այդ ID-ն միտեղ կոպի արեք հիշեք, դա ձեր account ID-ն է։ Այդ 66 հա միտեղ պահեք իրեն։ Այդտենց գրեք։ Դες պետք է լինելու Arena Ганջանյան։ Լավ, այս ամեկարեմ ես հետո գրեմ։ Կամ կոպի արեք, չէ, միշտ տապեք, կոպի արեք ժողովուրդ ջան, բոլորդ որ եթե հասել եք ստեղ, Լուսինը հեռախոսով է, ուղղակի չի կարում, բայց ես կուզեի Էլնարա ջան, դուք հասել եք այս քայլին։ Instagram-ը միացրել եք բիզնեսի տեղից։ Ես նկարեմ ուղարկեմ, տեսեք էլի ոնց է իմ մոտ։ Ճիշտ է, որ սկզբից չեմ լսել ինչա։ Հետո բան կանեմ, այստեղ Instagram-ով տալիս եմ վայցի, չէ։ Հա։ Էսա Արմիդան ձեզ կասի, Արմիդա ջան, դուք խնդիր չունեցաք, չէ։ Չէ։ Մի հատ թողի Արմիդան էլ կասի, չպետք է լինի։ Ահա վայցի տվեք։ Ընդ բան, account-ը ակտիվն է իմը։ Ոչ ճաշ։ Ահա։ Login pass չի ուզում ձեզնից։ Այսինքն դուք նայեք, դուք որ ձեզ որպես անձ թույլ տակ բիզնես Instagram-ը կառավարել, որ հետո այն բարդ գովազներից դա պետք է լինելու էլի։ Արմիդա ջան, մենք ստեղ պրծանք, մի հատ գնացեք ռեկլամնի account-ի հիմա։ Վերև, սկրոլ արեք ամենավերև։ Ահա, սխմեք ռեկլամնի account-ի։ Ահա։ Հետո добавить Добавить, այմա ուշադիր։ Թո մի հատ Արմիդանու անում ասա, մի հատ տեսնենք Էլնարայի մոտ ինչ խնդիր է։ Հիմա մի հատ սան բարձրացնեք, ես մի հատ կարդամ տենամ։ Նայ, здесь будут указаны все рекламные аккаунты Meta, կարևոր կետն է, որ մենք բիզնես մենեջերի մեջ
գովազդային, տեսեք, Արենին բերում ենք ստե, հասկացա՞ք։ Ահա, добавляйте։ Добавить սեղմե։ Չէ, մի հատ scroll արեք տենամ տակը ինչա երևում։ Կարաք անեք, ինձ չի երևում։ Ага. Доступ к рекламному. Ваша компания должна использовать рекламный аккаунт от имени другой компании. Че, этим спечи, эличек. Инконеркевин, ага. Создание рекламного. На ваше че. Аля мят веревел гнацек. Или верев. Или. Ага, миропе. Как контролировать компании, биллинг для этого рекламы. Если вы заявите права на рекламный аккаунт, он будет перенесен IC. Эс առաջինը։ Ага, մի հատ ավելացրեք տեսնենք։ Добавляем рекламный аккаунт. Էսա NID, որ ասեցիք։ Մի րոպե։ Ապրեք, այսա պետք է սրա համար։ Ուշադիր եղեք։ Հիմա գրեմ։ Copy paste արել թե ոնց։ Ինչ ասում։ Не является действительным, Դավան ID-ն էլ պիտի գրեին այստեղ։ Գրեք մի հատ։ Հիմա ինչ ա գրում։ Հələ ջնջեք նորից գրեք։ Եթե չթողի, կարող է ինչ-որ գովազդ չեք միացրել, չէ՞ նրանից։ Չէ։ Մի հատ նորից բան արեք։ Կարող է որ հին եք համոզա, մի հատ։ Դեն թվերը մի անգամից։ Давайте, գրեք հլա թվերը։ Բայց մենակ չսխալվեք, հետի չենք կարա ջնջենք։ Այսինքն դուք բոլոր գովազդները անելու եք Արեն Ագաջանյանի այս account-ով։ Հասկացաք։ Խնդրում եմ միած ստուգեք թվերը։ После добавления рекламного аккаунта в бизнес-менеджер его нельзя удалить. Если вы добавите рекламный аккаунт, он будет автоматически перевешен в бизнес-менеджер. Все правильно? Правильно. Давайте, теперь добавляйте. Երևի կոպի արած չի թողնում դնել։ Копия, ага. Ну-ка, ни одному рекламному аккаунту, секундочку. Проверьте рекламу. Если добавьте рекламный аккаунт, если добавить. Давайте добавить, давай. Давайте, Մի հատ ստուգեմ արդեն կասկածում։ Նունա ջան։ ասեք։ Գիտեք իմ բան, որ ուզում եմ Instagram վայցի տամ, ընդեղ տալիս է в настоящее время на ваш аккаунт налажены ограничения. Էդի կարող է ձերը չի տակից, լյա մի հատ ինձ սկրին ուղարկեք։ Ձեր Instagram-ը երբեք գովազդ միացրել եք։ Գովազդ միացրած կաք ձեր Instagram-ով։ Դե ուրեմն մի հատ ինձ սկրին տվեք։ Добавьте рекламный аккаунт. Կներեք, ես եմ անում, չլսեցին։ Դուք եք անում, ձեզրը ուշադիր բան անենք, մի հատ ինքը քող կարդամ։ Չի վերցնում, մինուտочку։ Запросить у клиента доступ не надо. Почему? Թվերը ճիշտ էր, չէ։ Այո։ Դե մի հատ ատմենա տվեք, կարա տենց լինի։ Էդի ուղակի Արենը երբ հա բացել, вообще Արենը երբ բանից է, կարա լինի հին։ Մի հատ Արենա սայթը շուտվանից է, այս քանի տարի է։ Լա եկեք մի հատ նոր անենք, տեսնենք մի հատ նորով, լա добавить տվեք նորից։ Բայց ու ներքևին է։ Չէ, էդի մենք դրանով չթողեց մեզ։ Լա իջեք, создать նոր անենք նույնով։ Իջեք։ Создание рекламного аккаунта։ Եկեք տես անենք 0-ից ու ստեղ էլ կարանք անենք։ Ես դուք մի հատ սպասեք, Այսա մի հատ название рекламного аккаунта, ուզում եք ձեր Մարիբի տվեք անունը, բան տենց տարեք արդեն։ Մարի Ոնց կա էլի, տենց հիշեք, որ արդեն որ գովազդ միացնեք, հիշում եք ցույց է տալու Արեն Աղաջանյան ու Մարիբի։ Դուք Մարիբին եք վերցնում։ Եկեք տեսնեմ։ Բայց ին բախի չեք տալի։ Երոպե, чтобы использовать настройки с помощью которого, Golden X, ինչու չեք բավայցի տալի։
Վխոտ չեք արել, չեք մտել Instagram։ Տալիս եմ, վայցի որ տալիս եմ։ Ահա։ Ինչ ա։ Դե ուզում ա լոգին պարոլ գրում եմ։ Հետո հարկ է ձեր Instagram-ի լոգին պարոլը պետք է Golden X-ի հավաքեք։ Հիշում եք իրար հետ չեք բացել։ Հա, Golden X-ի լոգին պարոլն եմ գրում։ Ինքը հեսա տեսեք ինչա բերում, հեսա կուղարկել։ Այդ ճիշտ է, նայեք, copy paste չանեք, մեկ-մեկ պետք է գրեք։ Copy paste ինքը չի ճանաչում։ Հասկացաք։ Մենք միասին չենք бацել դրա լոգին փասը։ Հա։ Դե բա պետք է նորմալ ճիշտ լինի։ Խնդրում եմ, бан арек, гитек, Эльнара Джан, напишите по одному, он не разрешает копировать. Он когда копируешь, ասում է դատարկա, չի հասկանում։ Հասկացաք, գրեք մեջը։ Հա, ասեք տեսնեմ ինչ եք գտել չասավոյ պոյես։ Այստեղ Հայաստան չեն գտնում, հա։ Չէ, չկա, համի հատ բացեք։ Տեսնենք, չէ, մեր մոտ գիտեք որն է, հեսա կասեմ որն է։ Չասավոյ պոյես Армении нужен, секунду։ Տենանք հարմարը, здесь нужен часовой пояс Армении именно։ Հեսա ես դες կասեմ։ Ժողովուրդ ջան, այդ քայլերի հետ ուշադիր։ GMT +4 գտեք։ Մերը GMT +4։ Հիմա ապրիլի 14-ի դրությամբ GMT +4։ Մինուսը չէ, պլյուս։ Գտեք գնացեք +4։ +4 այստեղ մինքանի բանը։ Ահա, այնա, Ազիա երկու հատ, հա։ Ահա, всё։ Ուշադիր, մի րոպե այսի դրեք, էդի կարևոր է, սխմեք։ Ահա, որ բրծնեք, խնդրում եմ, այսի սկրին կանեք կգցեք բան, լավ, օդանուր չատ, որ մարդը սխալ է։ Հիմա վալյուտա։ Նոմնա ջան, մի հատ կնայես ոնց եմ, ուղարկել եմ։ Ստացվեց ձեր մոտ։ Չէ, չի ստացվել։ Գրում в настоящее время на ваш аккаунт налажены ограничения. Откуда вы? Вы точно никогда не подключали рекламу? Нет. Ну-ка, сейчас я подождите. Это действие временно заблокировано для вас. Ну-ка, телефон выключите, заново включите, сделайте. Там какая-то накладка. Там так бывает, накладка. Ноутбукով եմ անում ես։ Ноутբուքով եք անում։ Մի հատ update արեք, լրիվ բաները, խաչերը փակեք, դուրս եկեք, նորից мтեք։ Там что-то снизу мешает. Ինչ-որ ուրիշ аккаунт-ա տեսել։ Так, давайте. Ձեր քարտը, ոնց պետք է կարդա, դոլարային քարտա։ Թե մտածում եք դրամով։ Դրամով երևի։ Հա, դե տեսեք արմյանսկի դրամ կա, բայց չեմ հիշում, որ դրամ կլինի։ Ինքը գիտեք ինչ ասում, ինքը ասում է ոնց պետք է ես հաշվեմ։ Ավելի լավ է դուք իրեն դոլարային թողեք։ Ես խորհուրդ կտամ։ Ինքը դոլարի կուրսով կհաշվի։ Որովհետև արմյանսկի դրամ դժվար գտնեք։ Չէ, չկա արմյանսկի։ Հա, ավելի լավ է դոլար США դրեք։ Երկրորդ անգամ եմ փնտրում, չկա։ Հա, չկա։ Այստեղ դոլարը։ Գիտեք ինչ է, ինքը իրենք չեն հասցնում մեր կուրսը։ Դրա համար ոնց որ մեր կուրսը գնում գալիս է շատ երևի։ Դրա համար իրենք չեն վստահում, չեն կարող էլի դնել։ Դե մետան ամեն դեպքում։ Մի հատ բան դոլարը գցեք, ինքը օրվա կուրսով դոլարը ինչքան է, ինքը հաշվելու է ձեր քարտից դոլարով է քաշելու, հասկացաք։ Հա։ Կորցրեցիք դոլար։ Հա, կորցրել եմ։ Դա ուզում եմ հարցնեմ մեկ էլ Թերեզայի մոտ։ Թերեզա ջան, դուք որ քայլում եք։ Էսա մենք ստեղ կարևոր քայլերը կարգավորենք, որ ձեր բոլորի մոտ էս ճիշտ երևա։ Ես ասում եմ դուք վերջացնեք, իմը կիսեմ մի հատ նայեք էլի։ Եղավ։ Որտեվ չի ստացվում։ Այստեղ չեք հասել դուք։ Չէ, իմ մոտ ռեկլաման չի թողնում, որ բիզնես պորտֆոլիո բացեմ։ Ոչինչ, առանց բիզնես պորտֆոլիո սարքեք։ Առանց բիզնես պորտֆոլիո։ Կարակ առանց բիզնես պորտֆոլիո։ Բիզնես պորտֆոլիոյի մեջ եթե շատ նյութ կա ներառում ես։ Իսկ եթե դուք դեռ շատ նյութ չունեք, կարակ մնաք բիզնես պորտֆոլիոից դուրս սարքեք։ Մենք օրինակ ստեղ ենք տենց անում։ Բիզնես պորտֆոլիոն, որ օրինակ Instagram-ը, WhatsApp-ը, տարբեր էջեր կա լրիվ վերար հետ սարքի։ Քանի որ դուք այդքան ծավալ չունեք դեռ,
զրոյցեք, դուք կարաք ուղղակի գովազդային հաշիվ հեշտ ստեղծեք։ Հետո այն բիզնես պորտֆոլիոն հետո էլ սարքեք։ Այ կորցրեց Արմիդան։ Դոլարը, նոր ստեղել ամերիկանский դոլար, դոլար, չէ, բերոպե, դոլարը ոնց պետ է, դիս պալֆավիտու ԿԼՄՆ, ՕՊՌՍՏ, նայեք, Абанова, по алфавиту, американский веревы кольни. Смотрите, здесь буква Н, видите? Вы сейчас идите наверх. Логически Америка наверху. Ну, по алфавиту, конечно. Ну-ка, вот здесь медленно. Канадский доллар. Нет. Աղրնոր ստեղկար է, մենք տեսնում ենք, ինչ եղավ։ Ուզում եք մի ատմենատվեք մարդավարի նորից կգա, երևի մի բան խախտվել է։ Ատմենատվեք։ Ահա։ Բան։ Ահա։ Հիմա նորից մարդավարի սկսեք, տենց ինքը, создание տվեք ու գնաց։ Да, давайте, новый аккаунт։ Ավելավան նորով են արենի հետ ինքը հինա չեր հասկանում։ Էնա, տեսեք, դոլարը մեջն է ձեր չտակ։ Էտա, երևի մեջն է եղել, դուք տարել բերել եք, մենակ ժամը դրեք, ու եսի կխնդրեմ սկրին արեք, գցեք չատ նոր գնանք։ Ասիա Երևան։ Да, давайте։ Հետո, теперь, եսի սկրին արեք, խնդրում եմ ձեզ։ Ուղարկեցի։ Ապրեք, հիմա գնացենք արդեն դալե։ Далее. Будет использоваться для компании Арен Агаджанян. Այսինքն Արենի համար ենք ստեղծում։ Этот рекламный аккаунт для моя компания. Այսինքն Արենը տերն է, եթե ձեզ հաստատ տեր պետք կլինի, Արենը կարա ներկայացնի, որ Մարիբին իրենն է։ Այդ ոնց է լինում, այդ ինչ հաստատ պիտի ներկայացնի։ Դե օրինակ, եթե դուք բիզնես ա, էլի, որ ձեր բիզնեսն է, ոնց որ լիցենզիան Արենի վրա կպետք լինի, թե ուրիշի վրա։ Չէ, Արենի վրա երևի։ Դե դրա համար մայա կամպանիա, որ Երևա տերը Արեն Ագաջանյան, Մարիբին իրեն է պատկանում, հասկացաք, այդ ենք անում։ Թե ասма ուրիշինն է, հիմա создать։ Ասեք։ Այսօր բանա Добавьте людей, добавьте людей, դուք կարաք ձեզ ավելացնեք։ Հասկացաք։ Դուք կարաք ձեզ ավելացնեք, որ դուք ձեր Facebook-յան էջով էլ մտնեք ու կառավարեք։ Լրիվ բացեք, выбрать всё։ Անդեղ выбрать всё կա։ Полный контроль տվեք, էլի։ Կամ գիտեք ինչ, կամ կամ նայեք, ես այսօր տեսեք ձեզ բացատրել եմ։ Կարա լինի частичный доступ, եկեք մի հատ նորից։ Можно управлять рекламой, создавать, редактировать, отчеты, смотреть результативность. Вот это, տեսնում եք, это частичный доступ. Есть полный контроль, в который вот это то, что наверху входит. Հասկացաք։ Հիմա դրա համար, выбран один человек. Դուք Արենին եք հիմա տվել, չէ՞։ Смотрите, выбран один человек, Արեն։ Այսինքն դուք Արենին հիմա տալիս եք полный доступ։ Հիմա полный control-ը բացեք։ Արենը սեփական Facebook-ով նորմալ մտնում է, իրեն Facebook։ Всё, բացեք։ Սենց, Հիմա դուք եթե, Արենին назначаете բան, որ ինքը գլխավորն է ստեղ։ Դրանից հետո մենակ Արենը կարա ձեզ доступ տա։ Բայց այդտեղ սպասեք մի հատ էլ բացատրեմ, որ մարդիկ հասկանան։ Նայեք, частичный доступ, это наверху 1, 2, 3. Можно дать или 1, или 2, или 3. И есть полный контроль, куда входит и частичный доступ тоже. Հասկացաք այդքանը։ Назначайте, այսինքն ստեղից արդեն Արենը պետք է մտնի, ամեն ինչ անի։ Բոլորին доступ տա, կառավարի, էլի այդ հարցերն են։ Закрыть, вот, ստեղ նկարեք էսի։ Ու մի փակեք դեր, закрыть չտակ։ Да. Если накарек упишек, что рекламный аккаунт создан и добавлен ваш бизнес-менеджер. Ուրեմն ձեր բիզնես մենեջերը ղեկավարվելու է Արենի կողմից։
Чтобы использовать этот рекламный аккаунт, вам следует создать способ оплаты. Если вам нужно настроить новый способ оплаты, перейдите в способы и оплаты. Здесь մնացել է քարտը ասինքն։ Բայց մի հատ способը оплаты սխմեք, որտեղ իմանանք, որ ճիշտ է։ Ասեք, способը оплаты սխմեք։ Քարտն է մնացել էլի, գովազդը որտեղից է աշխատելու։ Business Facebook. Այս X-ով փակեմ ես։ Ահա, էսի փակեք, էսա տեսեք։ Այսինքն բիզնես պորտֆոլիոն մեխանիկորեն մենք տվեցին Կարեն Ագաջանյանին։ Էլ պետք չէր նենց առանձին, հասկացաք, դա էլ էր կարելի։ Տակից սխմեք account-ի, Արենի տակ սխմեք account-ի։ Այս։ Ահա, դա սխմեք։ Ահա, տեսնում եք։ Всё։ Այդ текущий баланс 0, ու խնդրում եմ ստեղ հղումը պահեք, добавить способ оплаты, քարտը ստեղից կգցեք։ Հա, այսինքն մտնելու եմ account-ը, հետո Այո, դաբավ։ այս հղումը վերցրեք, տարեք ձեզ միտեղ լավ պահեք, հղումը Այս տարեք։ ID-ին, թե Այս վերևի հղումը, հա, ссылку, идите на самый верх, скопируйте ссылку. Скопируйте и у себя ինչ-որ դոկումենտ սարքեք, բան սարքեք, ինչ-որ միտեղ պահեք իրեն։ Դա։ Բայ, վիդեոն կանգնեց։ Կանգնեց։ Հա, պաուզա եղավ։ Մի հատ տեսեք ինչ եղավ, պաուզա եղավ։ Ինչ եղավ։ Ահա, մենք հաջողությամբ ձեզ այդ ստեղծեցինք, բայց բան ունենք էլի անելու ու գնանք տեսնենք Տերեզայի մոտին։ Ահա, նոր երևա կորավ։ Կորավ էլի։ Հա, կորավ։ Մի հատ նայեք ինչ եղավ, որ կորում է տենց։ Ուզում եք մի հատ այն գնացեք դոստուպը անջատեք, միացրեք, что-то։ Ահա, ընդհանուր էկրանը երևաց։ Այստեղ создать. Հա, այդ էկրանը поделиться։ Нет, поделиться экраном։ Հա, էլի փակվեց։ Հա, դրա համար չենք տեսնում։ Поделиться экраном։ Հա, մենակ հիմա գնացեք, այդ edge-ը բացեք Facebook-ի ու գնացեք այնտեղ։ Բայց ես Այդ դրանից հետո արդեն ներբեռնում եք Ads Manager-ը։ Միայն այս գովազդային հաշիվը ստեղծելու համար ձեզ կմնա արդեն Ads Manager-ը։ Հա։ Սխմեք, չէ՞ դա։ Հա, հեռախոսով ձեզ պետք է լինելու, որ տեսնեք գովազդների վիճակը, էլ ամեն անգամ համբյուտեր չմտնեք։ Ղեկավարելը մենակ համբյուտերով, բայց հետևելը հեռախոսով էլ կարակ։ Դրա համար առանձին գոյություն ունի Ads Manager, դա մյուս դասին եմ բացատրելու։ Եվ բան, էլի կորցրինք էկրան։ Վայ, էլի գնաց։ Հա։ Լավ, ուզում եք մի հատ դուք прекратить показ ունենք, բայց էլի բան կար այնտեղ ես ուզում եմ, մի հատ Դավիլենցը վերցնի էկրանը։ Ապրեք Արմիդա ջան, համարյա ձեզ հետ կրծել ենք, ձեզ մնացել է քարտը, ունտեղ ակաունտները ստուգելը։ Մենք բիզնես պորտֆոլիոն ստեղծեցինք այլ ձև, ձեզ ավելի հեշտ ձևով, էլի։ Շնորհակալություն։ Խնդրեմ, հիմա թող մի հատ Դավիլենցը մտնի, տեսնեմ ինչ վիճակ է։ Այդտեղ Դուք պատրաստ եք գովազդի, ձեզ մնում է, այն հեշտ ձևն էլ եք պատրաստ արդեն, մենակ քարտը։ Քարտը, որ փակցնեք, արդեն ինքը գովազդն էլ կարեք հանեք, մյուս դասին Ads Manager-ով են բացատրելու, այ մյուս դասին շատ կարևոր բաներ են բացատրելու։ Այնտեղ պատկերացրեք մտնել ենք մեծ գրադարան, որտեղ կա հազարավոր գրքեր, այ մյուս դասին մեծ դաս ասում են։ Նոնա ջան, մի բան հարցնեմ, էլի։ Ասեք, ահա։ Ուզում հասկանամ, այս որ ասում եք նա հեշտ ձևն է, սա ավելի բարդ, որ գովազդը տրվում է։ Սա հեշտ։ Ուզում արդյունքը հասկանամ էլի, ասենք գումարն ամաչելին, թե շատ մեծ լսարաններ գրավում, տարբեր։ Ձևերը շատ են։ Ստեղ մի ձև ձեզ ցույց տվեցի, ընդամենը։ Արդյունքում ռեկլամի ինչ ա լինում էլի։ Դուք հաճախորդ եք։
հաճախորդ եք ունենում, դուք ամեն ինչ պատրաստում եք ու նաև զանգի կոճա կամ Messenger եք դնում, որ ինքը ձեզ հետ կապ հաստատի, ձեր ապրանքը գնի։ Եթե ձեր նպատակը դա է, կարող է ձեր նպատակը լայք հավաքել նա էջի, ըստ նպատակի, այնտեղ հասանելիությունը հաճախորդին ավելի արագ է ու բազմազան։ Դա կոչվում է Ads Manager, բացատրեք, ասեք։ Որը չհասկացաք, Արցախ հարցրեք։ Նկատի ունեի հասարակ գովազդին, եկել է սենց բարդ, որ մտնում ենք ստենդ էլ, ուզում հասկանամ, որ ապրանքի այդ գովազդը հասնում է հաճախորդին տարբերություն կա, որտեղով է, թե կապի միջոցներն է ուղղակի ստեղ շատ։ Չէ, կապը ունի, իհարկե, ունի։ Ուղղակի եթե ոնց ասեմ, դժվարանում եք բազմազան տեղերով գնալ, բայց եթե լսեք ինքը բազմազան չի թվա, ոնց որ այսօրվա իմ բացատրածը բազմապատկվելու է 5 անգամ, այտենց։ Ընդեղ ստրատեգիան եք ընտրելու, ընդեղ մի քիչ ուրիշ ձև, աստե մի ձև ցույց տվեցի։ Մի հատ մտանք, 5-6 նկար ստեղծեցինք, էսա, վերջ։ Իսկ ընդեղ умножить на 5, то же самое будет, էլի այդպես ասած։ Ընդեղ AI-ն աշխատելու օգնելու, ընդեղ նկարը դնելու եք, AI-ը կարգավորելու է, ընդեղ որոշ տեքստերը այդ artificial intelligence-ը, искусственный ինտելեկտը ձեզ օգնելու է, էլի։ Հասկացաք։ Դե պետք է մյուս դասին ներկա լինեք, որ ձեր աչքով տեսնեք։ Իրականում բարդ չի, ուղղակի սա հին ձևն է, որը ես կարծում եմ ձեզ էլ է պետք, որտեղ երբեմն լինում է, որ պետք է արագ գովազդ միացնես, ու էս է քո հասանելի գործիքը։ Իսկ նրա օրինակ փոխվել է, նա Ads Manager-ն է, նա Ads Manager-ն է, սա հին ձևն է։ Business Suite-ով որ անում ենք։ Business Suite-ով որ անում ենք։ Հա, էնի անվճարա։ Իսկ ես խոսում եմ, մենք սա վճարովի հարթակների մեջ ենք արդեն, որը տեսակ պետք է քարտ փակցի։